Պատկերացրեք վայր, որտեղ երբեք չի լինում լույս։ Ոչ մի լույսի ճառագայթ չի անցել այնտեղ վերջին 2 միլիարդ տարիների ընթացքում։ Ջերմաստիճանը 170 աստիճան Ցելսիուսից ցածր։ Դա ամենախավար տեղն է արեգակնային համակարգում։ Բայց հիմա, այս պահին, 5 երկիր պատերազմում են հենց այս վայրի համար։ Ինչու՞։ Որովհետև այնտեղ, այդ անվերջ խավարում, պահվում է ամենաթանկարժեք նյութը, որը երբևէ գտել են կոսմոսում։ Լուսնի հարավային բևեռը։ Տեղ, որը փոխեց ամեն ինչ։ Երբ Նիլ Արմսթրոնգը քայլեց լուսնի մակերևույթով 1969 թվականի հուլիսի 21-ին, ողջ աշխարհը տեսավ մեկ բան՝ մոխրագույն փոշի և ժայռեր։ Վերջ։ Գիտնականները ուսումնասիրեցին բերված նմուշները, 13 աստիճան կիլոգրամ ծարավ, անջրային քարեր։ Վերջ։ Այդ պահից լուսինը դարձավ խորհրդանիշ, մարդկային հաղթանակի խորհրդանիշ, բայց ոչ առարկա, որը մեզ կարող է տալ ինչ-որ բան։ Մեռած աստղ, անպետք ժայռ։ Հիանալի տեղ դրոշ տնկելու համար, բայց ոչինչ ավելին։ Եվ նույնիսկ ամենահայտնի գիտնականները համաձայն էին 1970-ականների վերջերին, երբ Ապոլոն ծրագիրը փակվեց, ֆիզիկոս Ֆրիման Դայսոնը, Պրինսթոնի բարձրագույն հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսորը, հայտարարեց. Լուսինը արժեք չունի։ Դա պարզապես մեծ ժայռ է, որը պտտվում է երկրի շուրջ։ Միլիարդավոր դոլարներ ծախսվեցին, որպեսզի հասկանանք, չկա ոչինչ հետաքրքիր։ Կարլ Սագանը 1980-ականներին, խոսելով լուսնի գաղութների մասին, ասաց. Նախքան Մարսը նվաճելը, լուսինը կլինի միայն գիտական կայան, ոչ ավելին։ Համաձայնություն։ Լուսինը թանգարան է, տեղ, որտեղ կարող ես գնալ հայացքը գցելու համար, բայց ոչ ապրելու։ Բայց բոլորը սխալվում էին։ 1990-ների սկզբին ամերիկյան գիտնական Ալան Բինդերը Lunar Research Institute-ից սկսեց նախագծել փոքր էժան տիեզերական սարք։ Ոչ թե հսկայական Ապոլոն, այլ ինչ-որ փոքր, արագ։ Նպատակը՝ ուսումնասիրել լուսնի հարավային բևեռը, այն տարածքը, որտեղ արևը երբեք չի բարձրանում անհատական կրատերների ներսում։ Բայց ՆԱՍԱ-ն չէր հավատում։ Ինչու մեզ պետք է ևս մեկ լուսնային առաքելություն, հարցնում էին պաշտոնյաները։ Մենք արդեն գիտենք ամեն ինչ։ Բայց 1998 թվականի հունվարի մեջ, երբ Lunar Prospector սարքը սկսեց պտույտներ անել լուսնի շուրջ, նրա սարքավորումները գրանցեցին ինչ-որ տարօրինակ։ Նեյտրոնային սպեկտրոմետրը ցույց տվեց անսովոր ազդանշաններ հարավային բևեռի կրատերներում։ Ազդանշաններ, որոնք կարող էին նշանակել միայն մեկ բան՝ ջուր։ Ոչ թե ոսկի, ոչ թե հազվագյուտ տարրեր, ջուր։ Եվ այդ պահից ամեն ինչ փոխվեց։ Հիմա պետք է պատկերացնեք կոնկրետ վայրը։ Լուսնի հարավային բևեռը գտնվում է այնտեղ, որտեղ արեգակի ճառագայթները գալիս են գրեթե հորիզոնականորեն։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք լեռնագագաթին, արևածագի ժամին։ Արևը գտնվում է հորիզոնի վրա, բայց եթե դուք իջնեք հովիտ, լեռների ստվերը ձեզ կծածկի։ Հենց այդպես է լուսնի հարավային բևեռում։ Բայց ոչ մի ժամ, այլ միլիարդավոր տարիներ։ Կրատերը, որին անվանեցին Շեքլթոն, բրիտանական անտարկտիդական հետազոտող Էռնեստ Շեքլթոնի պատվին, ունի 33 կիլոմետր տրամագիծ։ Նրա խորությունը 4 կիլոմետր։ Պատերը շատ բարձր։ Արևը երբեք չի հասնում նրա հատակին, երբեք։ 2 միլիարդ տարի այնտեղ տիրում է խավար, եւ երբ չկա արև, ջերմաստիճանը իջնում է մինչև 170-190 աստիճան Ցելսիուսից ցածր։ Դա ավելի ցուրտ է, քան Պլուտոնի մակերևույթը որոշ տարածքներում։ Եվ հենց այդ սառույցի ծուղակի մեջ ջրի մոլեկուլները, որոնք երբևէ ընկան այդ կրատերի մեջ, չեն կարող փախչել։ Դրանք սառում են, կորել են, հավաքվում են։ Միլիոնավոր, միլիարդավոր տարիների ընթացքում յուրաքանչյուր գիրք, որը վայր է իջնում այնտեղ, ավելացնում է ևս մեկ շերտ սառույց։ Բայց ուր է գալիս այդ ջուրը։ Լուսինը չունի մթնոլորտ, չունի օվկիանոսներ, չի կարող լինել անձրև։ Ուրեմն ինչպես։ Պատասխանը գալիս է տիեզերական տարածությունից։ Գիծեր, համետներ, փոքր աստերոիդներ։ Յուրաքանչյուր միլիոն տարին լուսնի մակերևույթին հարվածում է հազարավոր գիծ, եւ այդ գիծերի շատերը պարունակում են ջուր, սառցե կառուցվածքի ձևով։ Երբ գիծը հարվածում է լուսնի տաք կողմին, ջուրը գոլորշիանում է եւ կորչում է տիեզերքում։ Բայց երբ հարվածը տեղի է ունենում մոտ բևեռներին, մոլեկուլները հավաքակուռ են անում տաք մակերևույթի վրա, շարժվում են, խաչի են ընկնում, մինչև գտնում են սառը թակարդը, եւ այնտեղ մնում են ընդմիշտ։ 1999 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի աստղաֆիզիկոս Ջիլիան Մորգանը հրապարակեց հետազոտություն, որտեղ հաշվարկեց Շեքլթոն կրատերում կարող է լինել մինչև 1 միլիարդ տոննա սառույց։ 1 միլիարդ։
Այդ ժամանակ մարդիկ չէին հասկանում այս թվի նշանակությունը։ Բայց մի քանի տարի անց, երբ NASA-ն սկսեց նախագծել նոր լուսնային ծրագիր, իմաստը դարձավ ակնհայտ։ Ջուրը լուսնի վրա չի նշանակում միայն խմելու ջուր։ Ջուրը դա H2O է։ Երկու ջրածնի ատոմ եւ մեկ թթվածնի ատոմ։ Եվ երբ դուք անջատում եք դրանք, ներդրելով էլեկտրական էներգիա, ստանում եք ջրածին եւ թթվածին։ Թթվածինը շնչելու համար։ Ջրածինը եւ թթվածինը միասին, ռոկետային վառելիք։ Ամենաարդյունավետ, ամենահզոր քիմիական վառելիքը, որը մենք գիտենք։ Պատկերացրեք, թե ինչ է դա նշանակում։ Այսօր, երբ դուք գործարկում եք ռոկետ երկրից Մարս, դուք պետք է տանեք ամբողջ վառելիքը ձեզ հետ։ Վառելիք վերադառնալու համար։ Վառելիք նստելու համար։ Վառելիք կրկին գործարկվելու համար։ Եվ վառելիքը ծանր է։ Ամենածանր մասը մեքենայի։ Ճշգրիտ հաշվարկներով 2/3-ը ձեր ռոկետի զանգվածից վառելիք է։ 2/3։ Բայց եթե կարող եք լիցքավորել լուսնի վրա, եթե կարող եք անել ռոկետային վառելիք ջրից, հենց այնտեղ, Շեքլթոն կրատերի ստվերում, ապա ամեն ինչ փոխվում է։ Դուք չեք պետք լինի տանել վառելիքը երկրից։ Դուք կարող եք գնալ լուսին թեթև, լիցքավորել, եւ հետո թռչել ուր ուզում եք՝ Մարս, աստերոիդներ, Յուպիտերի լուսիններ։ Լուսինը դառնում է կայան, տիեզերական բենզալցակայան։ 1999 թվականի աշնանը, երբ Լունար Պրոսպեկտերի տվյալները հրապարակվեցին, NASA-ի ղեկավար Դանիել Գոլդինը ասաց լրագրողներին Հյուսթոնում. «Այսօր մենք փոխում ենք լուսնի դերը։ Այն այլևս թանգարան չէ, այն մեր դարպասն է դեպի տիեզերք»։ Բայց նա չէր կարող երևակայել, թե որքան արագ այս գաղափարը կդառնա ոչ թե գիտական երազանք, այլ տնտեսական իրականություն, եւ ոչ թե միայն ամերիկացիների համար։ 2002 թվականին Չինաստանը հայտարարեց իր լուսնային ծրագրի մասին։ Չանգե ծրագիրը, անվանված չինական լուսնի աստվածուհու պատվին։ Առաջին փուլը՝ մարիչներ, երկրորդ փուլը՝ ռովերներ, երրորդ փուլը՝ նմուշների վերադարձ, չորրորդ փուլը՝ մարդիկ, եւ նպատակը՝ հարավային բևեռը։ Չինական տիեզերական գործակալության գլխավոր ճարտարապետ Ու Վեյրենը 2013 թվականին Բեյջինգում կայացած համաժողովում հայտարարեց. «Ով կվերահսկի լուսնի ջրային ռեսուրսները, նա կվերահսկի տիեզերական ճանապարհները»։ Դա երևում էր գեոպոլիտիկ, բայց դա ավելին էր։ 2019 թվականի հոկտեմբերին Հնդկաստանի տիեզերական հետազոտական կազմակերպությունը գործարկեց Չանդրայան 2 տիեզերական սարք, որի նպատակն էր մերկ նստել հարավային բևեռում։ Առաքելությունը մասամբ ձախողվեց, վայրեջքային մոդուլը կործանվեց վերջին վայրկյանում, բայց ուղեծիրը շարունակեց աշխատել, եւ նրա ռադարը հաստատեց՝ ջուր կա։ Ոչ թե հիպոթետիկ ազդանշաններ, այլ ուղիղ հայտնաբերում։ 2020 թվականին ռուսական Ռոսկոսմոսը հայտարարեց Լունա 25 ծրագրի վերագործարկման մասին։ Առաջին ռուսական լուսնային առաքելությունը 1976-ից հետո, եւ նրա նպատակը նույնպես հարավային բևեռը։ Սերգեյ Կրիկալև, Ռոսկոսմոսի գործադիր տնօրենը, ասաց Մոսկովյան ասուլիսում. «Լուսինը դարձել է տիեզերական տնտեսության հիմքը։ Ով չի մասնակցում այս գործընթացին, նա կմնա անցյալում»։ Բայց ամենահետաքրքիրը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունն էր։ 2019 թվականի մայիսին Բեզոսը ներկայացրեց Blue Moons լուսնային վայրեջքային սարքը Վաշինգտոնում։ Սենսացիոն շինություն, կարող է տեղափոխել մինչև 6500 կիլոգրամ բեռ լուսնի մակերևույթին։ Բայց ամենակարևորը, նրա շարժիչները կարող են օգտագործել ջրածին, որը արտադրվում է լուսնային ջրից։ Բեզոսը կանգնած մեծ մոդելի առջև ասաց. «Մենք չենք գնում լուսին այցելության համար, մենք գնում ենք մնալու համար, եւ ջուրը բանալին է»։ Սա այլևս չէր երազանք, սա էր բիզնես պլան։ Փնտրեք վիճակագրությունը։ 2022 թվականին NASA-ն հաստատեց Artemis ծրագրի համար 13 վայրկյան բոլորը հարավային բևեռի շրջանում։ SpaceX-ը ստացավ պայմանագիր $3 միլիարդ չափով մշակելու Starship-ի լուսնային տարբերակը։ Չինաստանը հայտարարեց միջազգային լուսնային հետազոտական կայանի մասին ռուսական համագործակցությամբ, պլանավորված 2035 թվականին։ Եվրոպական տիեզերական գործակալությունը սկսեց ուսումնասիրություններ լուսնային ռեգոլիթից թթվածին արտադրելու տեխնոլոգիաների մասին։ Եվ բոլորը նայում էին հարավային բևեռը։ Բայց ինչու հենց այժմ։ Ինչու վերջին 5 տարիներին այս պայթյունը։ Պատասխանը մեկ չէ, դա փողերի համադրություն է։ Նախ տեխնոլոգիան։ Այսօր ռոկետները վերաօգտագործելի են։ SpaceX-ի Falcon 9-ը կարող է թռչել եւ վայրեջք կատարել 9 անգամից ավելի։ Դա իջեցնում է արժեքը 10 անգամ։ 2010 թվականին 1 կիլոգրամ բեռը լուսին տեղափոխելու արժեքը էր մոտավորապես $1 միլիոն։
այսօր $20,000։ Դեռևս շատ է, բայց համեմատելի չէ։ Երկրորդը՝ քաղաքականությունը։ 2019 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրահանգ, որը պատվիրում էր ՆԱՍԱ-ին վերադառնալ լուսին։ Ոչ թե Մարսը, այլ լուսինը։ Մարսը կարող է սպասել, ասաց նա Սպիտակ տանը։ Լուսինը մեր առաջին քայլն է։ Եվ Կոնգրեսը հատկացրեց բյուջե։ Երրորդը՝ Չինաստանը։ Երբ Պեկինը հայտարարեց իր ամբիցիոզ ծրագրերի մասին, Վաշինգտոնը գիտակցեց. եթե չարագացնեն, լուսնի ամենաարժեքավոր ռեսուրսները կանցնեն մրցակցի ձեռքը։ Եվ երրորդ միլիարդը՝ համագործակցություն։ ՆԱՍԱ-ն այլևս չի աշխատում միայնակ։ Արտեմիս ծրագիրն ընդգրկում է Կանադայի, Ճապոնիայի, Եվրոպական տիեզերական գործակալության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ավստրալիայի մասնակցությունը։ Յուրաքանչյուր երկիր բերում է իր փորձառությունը։ Կանադան ռոբոտաշինական ձեռքեր, Ճապոնիան ճյուղի և կենցաղային համակարգեր, Եվրոպան գիտական սարքավորումներ, Միացյալ Արաբական Էմիրությունները ռովերներ։ Ամենաշատը տեղը, որը կոչվում է Շեքլթոն կրատերի եզրը, դարձել է ամենահայտնի անունը պլանետային գիտության մեջ։ Պատկերացրեք այս տեղի հատկությունները։ Շեքլթոն կրատերը կենտրոնացած է գրեթե հենց հարավային բևեռի վրա։ Նրա եզրի որոշ կետերը ստանում են արևի լույս տարվա 85%-ով։ 85%, ne 5%, դա նշանակում է սոլար պանելներ, որոնք կարող են գործել գրեթե անընդհատ, ոչ թե երկշաբաթյա գիշեր, ինչպես լուսնի հասարակ վայրերում, գրեթե մշտական էներգիա։ Եվ միևնույն ժամանակ ընդամենը քանի կիլոմետր հեռավորության վրա։ Շեքլթոն կրատերի հատակը, որտեղ անվերջ խավար և սառույց։ Գիտնականներն անվանել են դա շքեղության անշարժ գույքը։ 2022 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ն ներկայացրեց Դարպասի գաղափարը։ Հիմնական բազա կառուցված Շեքլթոն կրատերի եզրի վրա, որտեղ սոլար պանելները, բնակելի մոդուլները և վարչական կենտրոնը։ Եվ հետո մայնինգ գործողությունները, ներսում կրատերը։ Ռովերները, որոնք իջնում են խավարի մեջ, մարկում են սառույցը պարունակող ռեգոլիթը, տեղափոխում են դեպի վերամշակման կայանը։ Այնտեղ սառույցը հալցվում է, ջուրը էլեկտրոլիզով բաժանվում է ջրածնի և թթվածնի։ Գազերը սեղմվում են, պահվում են տակերում։ Եվ երբ ռոկետը ժամանում է երկրից կամ շարժվում է դեպի Մարս, այն կարող է լիցքավորել։ Ամբողջ արդյունաբերական շղթա։ Լուսնի վրա։ Բայց ով կունենա այդ սառույցը։ Ով ունի իրավունք շահագործել լուսնի ռեսուրսները։ Եվ այստեղ սկսվում են իրական խնդիրները։ 1967 թվականին ստորագրվեց արտերկրային տիեզերքի պայմանագիրը։ Այս պայմանագիրը հայտարարեց, որ լուսինը պատկանում է ամբողջ մարդկությանը։ Ոչ մի երկիր չի կարող հայտարարել տիրապետության մասին։ Լավ է, բայց պայմանագիրը չի ասում ոչինչ ռեսուրսների շահագործման մասին։ Կարող է մասնավոր ընկերությունը հանքահորել լուսնի սառույցը և վաճառել։ Կարող է երկիրը հայտարարել անվտանգության գոտի կրատերի շուրջը և արգելել մյուսներին մոտենալ։ Հարցը կախված է։ 2020 թվականին ԱՄՆ ստեղծեց Արտեմիս համաձայնագիրը։ Փաստաթուղթ, որը խորհուրդ է տալիս անվտանգության գոտիներ ռեսուրսների շահագործման շուրջ։ Ասենք, եթե ՆԱՍԱ-ն բազա է կառուցում Շեքլթոն կրատերի եզրի վրա, այլ երկիրները պետք է պահպանեն ապահով հեռավորություն։ Որքան ապահով։ 50 մետր, թե 5 կիլոմետր։ Համաձայնագիրը չի ճշտում։ Եվ այստեղ սկսվում է անորոշությունը։ Չինաստանը մերժեց ստորագրել Արտեմիս համաձայնագիրը, Ռուսաստանը նույնպես։ Երկու երկիրները հայտարարեցին, որ դրանք միակողմանի ամերիկյան կանոններ են։ Փոխարենը նրանք առաջարկեցին սեփական համագործակցությունը, միջազգային լուսնային հետազոտական կայանը, որտեղ կանոնները կլինեն այլ։ Եվ հարցը դարձավ. երբ երկու համակարգերը կհակասեն միմյանց, երբ երկու բազաներ ցանկանում են նույն կրատերը։ Շեքլթոն կրատերի մոտ կան մոտավորապես 15 լայնությամբ ձեռնտու տեղեր, վայրեր, որտեղ հնարավոր է կայուն դբազա կառուցել։ 15։ Եվ գոնե 5 երկիր ու 3 մասնավոր ընկերություն պլանավորում են առաքելություններ հաջորդ 15 տարիների ընթացքում։ Մաթեմատիկան չի աշխատում։ 2022 թվականի սեպտեմբերին Միջազգային աստղագիտական ֆեդերացիայի համաժողովում Փարիզում գեոպոլիտիկ հետազոտող Նամրատա Գոսվամին Հնդկաստանի Ջավահարլալ Նեհրու համալսարանից ներկայացրեց սցենար։ Պատկերացրեք, 2030 թվականը։ ՆԱՍԱ-ի թիմը նստել է Շեքլթոն կրատերի հյուսիսային եզրի վրա, կառուցում են բազա։ 2 ամիս հետո չինական առաքելությունը նստում է հարավային եզրի վրա, 5 կիլոմետր հեռավորությամբ։ Նրանք սկսում են նույն աշխատանքը։ Երկու թիմերը ուզում են մուտք գործել կրատեր, հանելու սառույց։ Ով ունի առաջնություն։ Ով որոշում է, թե որքան սառույց յուրաքանչյուրը կարող է վերցնել։ Եվ եթե կոնֆլիկտ է առաջանում, ով է լուծում։
Միավորված ազգերի կազմակերպությունը։ Բայց մինչև պատասխանը գալիս է երկրից, լուսնի վրա անցնում է 11 օր, ազդանշանը 2 ուղություններով։ 2100 վայրկյան ուշացում։ Գոսվամին ասաց. մենք կառուցում ենք վայրի արևմուտք լուսնի վրա, եւ դեռ չունենք շերիֆ։ 2026 թվականի սեպտեմբեր NISA-ի Artemis 3 առաքելությունը պատրաստվում է գործարկման։ Նպատակը Շեքլթոն կրատերի հյուսիսային եզր, 3 աստրոնավտ, 12 օր մակերևույթի վրա, եւ առաջադրանք, որը կփոխի ամեն ինչ, առաջին անգամ փորել լուսնային սառույց եւ վերածել այն օգտագործելի ջրածնի։ Բայց նույն ժամանակ Վենչանգ տիեզերական կենտրոնում Չինաստանում մեկ այլ թիմ նախապատրաստում է Չանգե 7 առաքելությունը։ Գործարկում 2028 թվականի մարտ։ Նպատակը Շեքլթոն կրատերի հարավային եզր։ Անմարդ ռովերներ, որոնք կուսումնասիրեն սառցե հանքավայրերը։ Եվ հետո 2030 թվականին տեղակայում մշտական ռոբոտատեխնիկական համալիրի։ 2 թիմ, 1 կրատեր, 1 սառույց։ Եվ ոչ ոք չի գիտի, թե ինչ կլինի, երբ նրանք հանդիպեն։ Բայց նախ դուք պետք է հասկանաք, թե ինչպես է այս ամենը աշխատում։ Ինչպես կարող ես վերցնել սառույց կրատերից, որը մինչ այսօր ոչ ոք չի տեսել, եւ վերածել ռոկետային վառելիքի։ Պատկերացրեք գործընթացը քայլ առ քայլ։ Առաջին քայլը գտնել սառույցը։ Ոչ ամբողջ կրատերի հատակը պարունակում է սառույց։ Տվյալներից Lunar Reconnaissance օրբիտերից եւ Chandrayaan 1-ից երևում է, որ սառույցի կոնցենտրացիան տատանվում է 1-ից 20% լուսնային հողի զանգվածով։ 20%, դա շատ լավ է, 1% դա արդեն դժվար։ Ուստի առաջին բանը ուղարկել հետախույզ ռովերներ։ NASA-ի Viper ռովերը, Volatiles Investigating Polar Exploration Rover, պլանավորված է գործարկել 2025 թվականի վերջին։ Կանի վերջին։ Դա մոտավորապես գոլֆային մեքենայի չափսի ռոբոտ է, որը կշարժվի Շեքլթոն կրատերի շրջակայքում 100 օր։ Նրա առաքելությունը ստեղծել լրիվ քարտեզ սառցե հանքավայրերի։ Ռովերը հագեցած է 4 գործիքով։ Նեյտրոնային սպեկտրոմետր, հայտնաբերում է ջրածնի ատոմները հողի մեջ։ Մոտակա ինֆրակարմիր սպեկտրոմետր, որոշում է սառցե մոլեկուլների ձևը։ Զանգվածային սպեկտրոմետր, վերլուծում է գազերը, որոնք արտազատվում են հողից։ Եվ 1 մետրանոց մթերք, որը փորում է եւ բերում նմուշներ։ Պատկերացրեք այդ մեքենան, որը շարժվում է խավար կրատերի հատակով, միայն իր լամպերի լույսով։ Երկրից հեռակառավարում, 2 կամ 3 վայրկյան ուշացումով յուրաքանչյուր հրամանի համար։ Արագությունը 20 մետր ժամում։ 20։ Եթե ասֆալտի վրա քայլեք, դուք շարժվում եք հազարապատիկ ավելի արագ, բայց անկարելի է արագանալ։ 1 սխալ, եւ ռովերը կարող է ընկնել ծերպի մեջ կամ խրվել ժայռի վրա։ Եվ երկրորդ Viper-ը չկա։ Բայց եթե ամեն ինչ աշխատում է, 3 ամիս հետո մենք կունենանք քարտեզ։ Քարտեզ, որը ցույց կտա, որտեղ է ամենամեծ սառցե պաշարը, որտեղ է ամենահեշտ մուտքը, որտեղ է ամենաապահով տարածքը։ Եվ հենց այդ տեղերը կդառնան ամենաթանկարժեք անշարժ գույքը արեգակնային համակարգում։ Երկրորդ քայլը՝ փորել։ Բայց ոչ այնպես, ինչպես մենք փորում ենք երկրի վրա։ Լուսնի վրա չկա օդ, չկա ջուր։ Ջերմաստիճանը նույնիսկ արևի լույսի տակ, -50 աստիճան Ցելսիուս կամ ավելի ցածր բևեռներում։ Եվ սառույցը գտնվում է խառը ռեգոլիթում, լուսնային փոշու եւ քարերի խառնուրդում։ Ուստի հարկավոր է մեքենա, որը կարող է փորել ցուրտ, փոշոտ, քարքարոտ հողը, հավաքել այն եւ տեղափոխել դեպի վերամշակման կայանը։ NASA-ն մշակում է RASOR, Regolith Advanced Surface Systems Operations Robot։ Դա փոքր երկկողմանի էքսկավատոր է։ 2 թմբուկ է, որոնք պտտվում են հակառակ քերում են հողը, հավաքում եւ բեռնավորում ներքին պահեստարանում։ Ռոբոտը կարող է աշխատել անընդհատ, քանի որ էներգիան գալիս է սոլար պանելներից կրատերի եզրի վրա կառուցված բազայում։ Պլանավորումը։ 1 RASOR կարող է հավաքել 1 տոննա ռեգոլիթ օրական, բայց Չինաստանը ընտրել է այլ ճանապարհ։ Նրանց Chang'e 7 առաքելությունը ներառում է թռչող կռունկ, փոքր հոպ ռոբոտ, որը օգտագործում է ցածր ծանրության առավելությունը լուսնի վրա։ Այն կարող է թռչել մի տեղից մյուսը, վայրէջք կատարել կրատերի տարբեր հատվածներում, վերցնել նմուշներ եւ վերադառնալ։ Դա ավելի ճկուն է, քան ավանդական ռովերը, բայց պահանջում է ավելի բարդ տեխնոլոգիա։ Չինական ինժեների հաշվարկներով 1 թռչող կռունկ կարող է ծածկել 20 անգամ ավելի մեծ տարածք, քան անիվավոր ռովերը նույն ժամանակահատվածում։ Երրորդ քայլը՝ հալել եւ բաժանել։ Երբ ռեգոլիթը տեղափոխվում է վերամշակման կայանը, այն պետք է տաքացնել, բայց որքան տաքացնել։
Եթե շատ տաքացնես, ջուրը գոլորշիանում է շատ արագ եւ կարող ես կորցնել։ Եթե քիչ տաքացնես, process-ը երկար է եւ անարդյունավետ։ NASA-ի ինժեները հաշվարկել են օպտիմալ ջերմաստիճանը 120 աստիճան Ցելսիուս։ Այդ ջերմաստիճանում սառույցը սուբլիմանում է, անցնում է ուղիղ պինդ վիճակից գազային, շրջանցելով հեղուկ փուլը։ Գոլորշին հավաքվում է հատուկ խցում, որտեղ այն սառեցվում է կրկին, արդեն որպես մաքուր ջուր, առանց ռեգոլիթի։ Ապա ջուրը տեղափոխվում է էլեկտրոլիզի կայան։ Այստեղ էլեկտրական հոսանքը սոլար պանելներից բաժանում է H2O մոլեկուլը երկու մասի՝ ջրածին եւ թթվածին։ Գազերը սեղմվում են մինչև հազարավոր ատմոսֆերաճնշում եւ պահվում են հատուկ ածխածնե ֆիբրերի տակերում։ Ամբողջ process-ը հանքահորումից մինչև պահպանություն տևում է մոտավորապես 30 ժամ։ Եվ արդյունքում 1 տոննա ռեգոլիթից, որը պարունակում է 10% սառույց, դուք ստանում եք 100 կիլոգրամ ջուր, որը դառնում է 11 կիլոգրամ ջրածին եւ 89 կիլոգրամ թթվածին։ Այդ չափը բավական է մեկ փոքր ռոկետի լիցքավորման համար, որը կարող է թռչել լուսնի մակերևույթից դեպի ուղեծիր։ Բայց տեսեք թվերը խոշորացված պատկերում։ NASA-ի հաշվարկներով մշտական բազան հարավային բևեռում, որը ապահովում է 4 աստրոնավտի, պահանջում է 30 տոննա ջուր տարեկան։ 30 տոննա խմելու, պատրաստելու, հիգիենայի համար։ Եվ եւս 50 տոննա վառելիքի արտադրության համար, եթե նրանք ուզում են ապահովել կանոնավոր թռիչքներ դեպի եւ ուղեծիրից։ 80 տոննա ջուր տարեկան։ Դա 1010 լողավազաններ է։ Բայց ինչքան է դա Շեքլթոն կրատերի համար։ Հիշեք, գիտնականները գնահատում են, որ կրատերի ներսում կա մինչև 1 միլիարդ տոննա սառույց։ 1 միլիարդ։ Եթե դուք օգտագործեք 80 տոննա տարեկան, ամբողջ պաշարը կբավականացնի 12.5 միլիոն տարվա համար։ 12.5 միլիոն։ Ըստ ժամանակային սանդղակի, երկրի վրա մարդկությունը գոյություն ունի 300,000 տարի։ Շեքլթոն կրատերի սառույցը կարող է սնուցել լուսնային բազան ավելի երկար, քան մարդ գոյություն ունի։ Բայց իհարկե ոչ ոք չի պատրաստվում օգտագործել միայն 80 տոննա տարեկան։ 2022 թվականին Boston Consulting Group-ը հրապարակեց հետազոտություն լուսնային տնտեսության մասին։ Նրանք հաշվարկեցին, որ եթե լուսնի բազան սկսի արտադրել վառելիք ոչ միայն իր համար, այլ նաև վաճառել երկրից գալիս ռոկետներին, շուկայի ծավալը կարող է հասնել 10 միլիարդ դոլար տարեկան մինչև 2029 թվականը։ 10 միլիարդ։ Ինչպես։ Ապարետ է սկզբունքը։ Այսօր, երբ SpaceX-ը գործարկում է Starship դեպի Մարս, այն պետք է տանի 100 տոննա վառելիք վերադարձի համար։ 100 տոննա, որը պետք է բարձրացնել երկրի ծանրության դաշտից։ Դա պահանջում է հսկայական էներգիա եւ լրացուցիչ վառելիք միայն այդ 100 տոննան վերև բերելու համար։ Բայց եթե Starship-ը կարող է կանգառ անել լուսնի վրա, լիցքավորել 100 տոննա վառելիք, որը արտադրվել է տեղում, եւ հետո շարունակել դեպի Մարս, դա փոխում է ամբողջ տնտեսությունը։ Լուսնի ծանրությունը 6 անգամ ավելի թույլ է, քան երկրի։ Դա նշանակում է լիցքավորումը լուսնի վրա 6 անգամ էժան է, քան երկրից նույն զանգվածը բարձրացնելը։ Եվ եթե վառելիքը արտադրվում է լուսնային ջրից, ոչ թե տեղափոխվում երկրից, խնայողությունը դառնում է տասնապատիկ։ Boston Consulting Group-ի հետազոտողները կանխատեսում են, որ մինչև 2040 թվականը յուրաքանչյուր Մարս մարդկային առաքելություն կկանգառանի լուսնի վրա լիցքավորվելու համար։ Եվ յուրաքանչյուր թռիչք կպահանջի 200 մինչև 300 տոննա վառելիք։ Եթե պլանավորված է 10 առաքելություն տարեկան, դա 3000 տոննա վառելիք է, որը պահանջում է մոտավորապես 6000 տոննա ջուր։ Այլևս ոչ թե 80 տոննա, այլ հազարավոր։ Եվ սա միայն Մարսի առաքելությունների համար։ Ավելացրեք աստերոիդային հանքահորտման ռոկետները, տուրիստական թռիչքները, տիեզերական հյուրանոցները, վերանորոգող սարքերը։ Յուրաքանչյուրը պահանջում է վառելիք։ Հիմա տեսեք մրցակցությունը այլ տեսանկյունից։ NASA-ի Artemis ծրագիրը պլանավորում է կառուցել մշտական բազա Artemis Base Camp Շեքլթոն կրատերի հյուսիսային եզրի վրա։ Նախագծերը ցույց են տալիս 4 բնակելի մոդուլ, 2 էներգետիկ կայան, սոլար պանելներով, 1 վերամշակման կարգավորություն, 1 վառելիքի պահեստարան եւ 6 ռովեր, 3 հանքահորման համար, 2 տրանսպորտային, 1 հետախուզական։ Ընդհանուր զանգվածը 85 տոննա սարքավորումներ, որոնք պետք է տեղափոխել 2025-ից մինչև 2030 թվականները։ Բայց Չինաստանը հայտարարեց ավելի մեծածավալ ծրագիր։ Միջազգային լուսնային հետազոտական կայանը
International Lunar Research Station, չի սահմանափակվում միայն Shackleton կրատերով։ Չինական պլանները ներառում են 3 բազա, մեկը հարավային բևեռում, մեկը հասարակ տարածքում և մեկը հյուսիսային բևեռում։ Բոլորը կապված մշտական հաղորդակցական ցանցի միջոցով։ Ընդհանուր ներդրումը մոտավորապես $15 միլիարդ մինչև 2035 թվականը։ Եվ իհարկե, երկու բազաները հարավային բևեռում կամիջականորեն մրցում են նույն ռեսուրսների համար։ Բայց տեսեք մի ընդհանրություն, որը թուլացնում է տարբերությունները։ Թե ՆԱՍԱ-ն, թե չինական տիեզերական գործակալությունը հայտարարել են, որ նրանց բազաները բաց են միջազգային համագործակցության համար։ ՆԱՍԱ-ն ստորագրել է համագործակցության համաձայնագիր Կանադայի, Ճապոնիայի, Եվրոպական տիեզերական գործակալության, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հարավային Կորեայի հետ։ Չինաստանը հրավիրել է Ռուսաստանին, Պակիստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային։ Երկու պատշաճ, երկու համակարգ, մեկ լուսին։ Բայց ինչու չեն համագործակցում միմյանց հետ։ Պատասխանը՝ քաղաքականություն։ ԱՄՆ կոնգրեսը 2011 թվականին ընդունեց Wolf Amendment, օրենք, որը արգելում է ՆԱՍԱ-ին ցանկացած կերպ համագործակցել Չինաստանի հետ առանց կոնգրեսի հատուկ թույլտվության։ Պատճառը՝ ազգային անվտանգությունը։ Վախը, որ տիեզերական տեխնոլոգիան, որը մշակվում է համատեղ, կարող է օգտագործվել ռազմական նպատակներով։ Եվ այստեղ սկսվում է անհանգստությունը։ 2022 թվականի հոկտեմբերին Միացյալ Նահանգների օդային ուժերի տիեզերական հրամանատարությունը հրապարակեց զեկույց «Տիեզերքում ռազմավարական մրցակցություն»։ Զեկույցը նախազգուշացրեց, որ լուսնի բազաները, թեև ներկայացվում են որպես գիտական, կարող են ունենալ կրկնակի նշանակություն։ Օրինակ, ռովերը, որը նախագծված է սառույց հավաքելու համար, կարող է նաև օգտագործվել հետախուզության համար։ Հաղորդակցական կայանը, որը ապահովում է տվյալների փոխանցում երկրի հետ, կարող է նաև լսել մյուս երկրի հաղորդակցությունները։ Էներգետիկ կայանը, որը սնուցում է բազան, կարող է նաև սնուցել ուղղված էներգիայի զենքը։ Զեկույցի հեղինակները չմատնանշեցին Չինաստանին անմիջականորեն, բայց իմաստը հասկանալի էր, եւ ռեակցիան ուշ չեկավ։ 3 ամիս հետո Պեկինի տիեզերական համալսարանի պրոֆեսոր Լի Շուսենը հրապարակեց հոդված «Չինական գիտություն» ամսագրում, որտեղ նա քննադատեց ամերիկյան ռազմականացման մտածելակերպը եւ հայտարարեց, որ Չինաստանը միշտ օգտագործել է տիեզերքը խաղաղ նպատակներով։ Բայց թե մի կողմը, թե մյուս կողմը գիտեն իրականությունը։ Տեխնոլոգիան, որը թույլ է տալիս բազա կառուցել լուսնի վրա, նույն տեխնոլոգիան է, որը թույլ կտա ռազմական գործողություններ։ Կայանը, որը կարող է վերամշակել ջուրը վառելիքի, կարող է նաև արտադրել վառելիք համար պրոյեկտիլների, որոնք կարող են ոչնչացնել ոչ սարքերը, ազդելով ուղեցրերին։ Հաղորդակցական ցանցը, որը ապահովում է գիտական տվյալների փոխանցումը, կարող է նաև հսկել մյուս երկրների տիեզերական գործունեությունը։ Դա ոչ թե պարանոյա է, դա բանական կանխատեսում է տիեզերական ռազմավարության փորձագետների կողմից։ Բայց հիմա պատկերացրեք հսկայական վառելիք համարով բարձրաձայնում մի հատ կոտորված համաճարակի դեպքում։ Լի կողմից։ Բայց հիմա պատկերացրեք կոնկրետ սցենար, որը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ 2030 թվականի ապրիլ։ ՆԱՍԱ-ի Artemis Base Camp-ը գործում է արդեն 1 տարի։ 4 աստրոնավտ բնակվում են բազայում 6 ամիս ռոտացիայով։ Նրանց ռովերները կանոնավոր փորում են սառույց Shackleton կրատերի հյուսիսային հատվածից։ Արտադրությունը 3 տոննա վառելիք ամսական։ Ամեն ինչ աշխատում է։ Հուլիսի 15-ը չինական առաքելությունը Չանգեինը նստում է կրատերի հարավային եզրի վրա 8 կիլոմետր հեռավորությամբ ամերիկյան բազայից։ Առաջին մարդկային չինական առաքելությունը լուսնի վրա։ 2 տայկոնավտ։ Նպատակը՝ տեղադրել ավտոմատացված հանքահորտման սարքավորումներ եւ վերադառնալ։ Նրանց վայրեջքը հաջող է։ Նրանք սկսում են աշխատել։ Սեպտեմբերի 2-ը մի ամերիկյան ռովերը, որը շարժվում է Shackleton կրատերի հատակով, նկատում է տարօրինակ ազդանշաններ ռադարում։ Ինչ-որ շինություն, որը չէր այնտեղ 3 ամիս առաջ։ Երբ բազայի հրամանատարը, աստրոնավտ Մարկ Ղորթանը, ուսումնասիրում է տվյալները, նա տեսնում է չինական թիմը տեղադրել է 2 լրացուցիչ մթերող ռոբոտ կրատերի կենտրոնական հատվածում։ Այն վայրում, որը ամերիկյան հետախուզական տվյալներով պարունակում էր ամենամեծ սառցե կոնցենտրացիան։ Ղորթանը կապվում է Հյուսթոնի հետ։ ՆԱՍԱ-ի պաշտոնյաները կապվում են պետական դեպարտամենտի հետ։ Դիվանագետները կապվում են չինական կողմեն չինական կողմնորոշման հետ։ Բայց հարցը մնում է, ով ունի իրավունք այդ հատվածում աշխատել։ Արտեմիս համաձայնագիրը ցույց է տալիս, որ ամերիկյան բազան հայտարարել է անվտանգության գոտի 4 կիլոմետր շարավղով, բայց չինական կողմը չի ստորագրել Արտեմիս համաձայնագիրը, նրանց համար այդ գոտին չի գոյություն ունենում։
Սեպտեմբերի 10-ը։ Երկու ռովերներ, ամերիկյան և չինական, հանդիպում են մոտավորապես 20 մետր հեռավորությամբ միմյանցից։ Նրանք աշխատում են նույն տարածքում։ Բոլորը գիտեն, որ եթե մեկը սխալվի, կարող է վնասել մյուսին։ Բայց ոչ ոք չի ուզում հեռանալ, որովհետև այդ հատվածը ամենաարժեքավորն է։ Սեպտեմբերի 20-րդ։ Չինական մթերող ռոբոտը սկսում է փորել նույն տարածքում, որտեղ ամերիկյան ռովերը արդեն նշանավորել է իր աշխատանքային գոտին։ ՆԱՍԱ-ի թիմը ուղարկում է հաղորդագրություն Երկիր։ Երկիր ուղարկում է դիվանագիտական նոտ Պեկին։ Պեկինը պատասխանում է, որ նրանց ռոբոտը գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Բայց որ միջազգային իրավունք։ Արտերկրային տիեզերքի պայմանագիրը չի նշում գոտիների, մենաշնորհների կամ աշխատանքային հատվածների մասին։ Հոկտեմբերի 5-ը։ Ամերիկյան ռովերը պատահաբար դանդաղեցնում է իր աշխատանքը, արգելափակելով հասանելիությունը դեպի ամենամեծ սառցե հանքավայրը։ Չինական կողմը բողոքում է։ ԱՄՆ պատասխանում է, որ ռովերը տեխնիկական խնդիր ունի և պետք է մնալ այնտեղ մինչև վերանորոգումը։ Բայց բոլորը գիտեն, որ սա ռազմավարություն է։ Հոկտեմբերի 15-ը։ Երբ ամերիկյան ռովերը վերջապես շարժվում է, նրա տեսախցիկները նկատում են, որ չինական ռոբոտը արդեն հասցրել է փորել 3 տոննա ռեգոլիթ, հենց այն տարածքից, որը ԱՄՆ համարում էր իր անվտանգության գոտում։ Նոյեմբերի մեջ իրավիճակը հասնում է ճգնաժամի։ ՆԱՍԱ-ի տնօրենը հանդիպում է Սպիտակ տանը նախագահի խորհրդականների հետ։ Հարցը պարզ է. արդյոք ԱՄՆ պատրաստ է օգտագործել ուժ պաշտպանելու համար իր լուսնային ինտերեսները։ Որն է ուժը տիեզերքում։ Ոչ ոք չգիտե ճիշտ։ Կարող է մի երկիրը արգելափակել մյուսի վայրեջքը։ Կարող է ջեմինգ անել հաղորդակցությունները։ Կարող է ֆիզիկորեն հեռացնել մրցակցի սարքավորումները։ Այս հարցերը չունեն պատասխաններ, որովհետև մենք երբեք չենք եղել այստեղ։ Երբեք մարդկությունը չի ունեցել իրական պաշարների կոնֆլիկտ այլ տիեզերական մարմնի վրա։ Արկտիկան միջազգային համաձայնագրերով կարգավորվում է, Անտարկտիկան միջազգային պայմանագրով, բայց լուսինը պարզապես 5-3-16 հոդվածանի պայմանագիր 1967-ից, որը գրվել է ժամանակ, երբ ոչ ոք չէր պատկերացնում իրական տնտեսական շահագործումը։ Եվ հենց այնտեղ, Շեքլթոն կրատերի ստվերում, այս անորոշությունը դառնում է իրական վտանգ։ Բայց ոչ միայն ԱՄՆ Չինաստանի կոնֆլիկտը կարևոր է։ Պատկերացրեք երրորդ խաղացողին։ 2028 թվականին Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը ստորագրեց պայմանագիր ՆԱՍԱ-ի հետ տեղափոխել բեռ դեպի լուսին։ Բայց Blue Origin-ը ոչ միայն կապալառու է։ Բեզոսը հրապարակավ հայտարարել է, որ նրա երկարաժամկետ տեսլականը ներառում է մասնավոր ընկերությունների ինքնուրույն բազաներ լուսնի վրա։ Պետական գործակալությունները կբացեն ճանապարհը, բայց մասնավոր ընկերությունները կստեղծեն տնտեսությունը, ասաց նա 2023 թվականին։ Ինչ կլինի, եթե Blue Origin-ը կամ SpaceX-ը որոշեն կառուցել իրենց բազան Շեքլթոն կրատերի շրջանում։ Որն է նրանց կարգավիճակը։ Արդյոք նրանք պատկանում են ԱՄՆ-ին, քանի որ ընկերությունները գրանցված են Ամերիկայում, կամ նրանք անկախ են և կարող են ընտրել աշխատել ուզած երկրի հետ։ Եթե SpaceX-ը, որը արդեն աշխատում է ՆԱՍԱ-ի հետ, որոշի նաև սպասարկել չինական առաքելությունները, պետք է ԱՄՆ կառավարությունը արգելի դա։ Այս հարցերը ևս անպատասխան են։ Եվ հիմա պատկերացրեք ավելի բարդ սցենար։ 2035 թվական։ Լուսնի հարավային բևեռում արդեն գործում են 5 բազա՝ ամերիկյան, չինական, ճապոնա-եվրոպական, ռուսա-սաուդյան և Blue Origin-ի մասնավոր կայանը։ Յուրաքանչյուր բազա ունի իր հանքահորտման գործողությունները։ Յուրաքանչյուր բազա ունի իր անվտանգության գոտին, և բոլոր գոտիները ծածկում են Շեքլթոն կրատերի ամենաարժեքավոր հատվածները։ Ո՞վ է որոշում, թե որքան կարող է յուրաքանչյուր բազան վերցնել։ Արդյոք կա սահման, տարեկան 4 տոննա սառույց մեկ բազայի համար, թե յուրաքանչյուրը կարող է վերցնել որքան ուզում է։ Եթե մեկ բազան սկսի հոգարկել անսահմանաչափ շատ, արդյոք մյուսները կարող են բողոքել։ Եվ եթե բողոքը անտեսվի, ինչ են անելու։ 2024 թվականի փետրվարին Միջազգային տիեզերական իրավունքի ինստիտուտը կազմակերպեց համաժողով Հագայում։ Օգտագործվեցին կլոր սեղան, ներկա էին 17 երկրի դեսպանները։ Հարցը՝ ստեղծել նոր պայմանագիր, որը կկարգավորի ռեսուրսների շահագործումը լուսնի վրա։ Բայց 5 ժամ քննարկումներից հետո դատական խումբը նշեց, անհնարին է հասնել համաձայնության։ ԱՄՆ-ն պահանջեց առաջին բնակության իրավունքը, ով առաջինը տեղավորվի մի տարածքում, ունի առաջնություն։ Չինաստանը առաջարկեց համամասնական բաշխում։ Յուրաքանչյուր երկիր պետք է ստանա բաժին համապատասխան իր ներդրման մեջ տիեզերական ծրագրերը։ Ռուսաստանը առաջարկեց միջազգային հսկողություն,
ստեղծել ՄԱԿ-ի ենթակա օրգան, որը կկառավարի լուսնի ռեսուրսները։ Հնդկաստանը պահանջեց մատչելիություն զարգացող երկրների համար արգելել մենաշնորհային վերահսկումը, եւ ոչ մի կողմ չէր համաձայն զիջել։ Այսպիսով, տարին 2026։ Մարդկությունը կանգնած է նոր տիեզերական հին ոսկու տագնապի շեմին, բայց փոխարենը ոսկու մենք ցանկանում ենք սառույց, եւ փոխարենը Կալիֆոռնիայի մենք ձգտում ենք լուսնի հարավային բևեռին։ Եվ ամենակարևոր հարցը ոչ թե տեխնոլոգիական է, այլ մարդկային։ Կարող է մարդկությունը գտնել ճանապարհը համատեղ սպառելու տիեզերքի ռեսուրսները։ Կամ մենք կկրկնենք երկրի վրա եղած բոլոր կոնֆլիկտները, այս անգամ 384,000 կիլոմետր հեռավորությամբ։ Պատասխանը ամենայն հավանականությամբ կորոշվի հաջորդ 11 տարիների ընթացքում։ Երբ առաջին մարդիկ կվերադառնան լուսին եւ կսկսեն կառուցել բազաները, երբ առաջին հակամարտությունները կծագեն, երբ առաջին սահմանները կհայտարարվեն, եւ երբ մենք կհասկանանք, արդյոք տիեզերքը կհամախմբի մարդկությանը, թե կբաժանի ավելի խորը, քան երբևէ։ Բայց սպասեք, նախքան շարունակել այս պատմությունը, դուք պետք է լսեք մեկին, ով չի հավատում։ Դոկտոր Փոլ Սփուդիսը, երբեմնի NSA-ի պլանավորող եւ այժմ լուսնային քաղաքականության խորհրդատու, նստած է իր գրասենյակում Հյուսթոնում։ Նա հետևում է բոլոր հայտարարություններին՝ Artemis, Chang'e, Blue Origin, 5 բազա, 10 բազա։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում է նոր շքեղ պլաններ, նա սուր հարցեր է տալիս։ Մենք դեռ չունենք ապացույցներ, ասում է նա 2025 թվականի հունվարին տված հարցազրույցում Space Policy ամսագրին։ Բոլոր հաշվարկները հիմնված են հեռավոր դատարկությունից ստացված ռադար տվյալների վրա։ Մենք երբեք ֆիզիկորեն չենք դիպչել այդ սառույցին։ Մենք չգիտենք, արդյոք այն իսկապես այնտեղ է, այն չափով, ինչ պնդում ենք։ Եվ նա ճիշտ է։ Բոլոր գնահատումները 1 միլիարդ տոննա սառույց Շեքլթոն կրատերում հիմնված են անուղղակի չափումների վրա։ Նեյտրոնային սպեկտրոմետրը գրանցում է ջրածնի ազդանշաններ, բայց ջրածինը կարող է լինել ոչ միայն ջրի, այլ նաև միացություններում։ Ռադարային տվյալները ցույց են տալիս անսովոր արտացոլումներ, բայց դա կարող է լինել նաև մետաղական օբյեկտներ, ոչ թե սառույց։ Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան տեսնում է ջրի սպեկտրային գծեր, բայց ինտենսիվությունը շատ թույլ է հստակ կոնցենտրացիա որոշելու համար։ Սփուդիսը շարունակում է. Պատկերացրեք, դուք ներդրում եք 30 միլիարդ դոլար բազա կառուցելու համար, որը ամբողջովին հիմնված է սառցե ռեսուրսների վրա։ Եվ հետո, երբ ձեր ռովերները սկսում են փորել, պարզվում է, որ կոնցենտրացիան ոչ թե 10% է, այլ կես տոկոս։ Ձեր ամբողջ տնտեսությունը փլվում է։ Ո՞վ է պատասխանատու այդ ապարդյունության համար։ Դա ոչ թե պարզապես մտահոգություն է, դա իրական ռիսկ է, որին բախվել են բոլոր պլանավորողները։ 2023 թվականին NASA-ի Jet Propulsion լաբորատորիան հրապարակեց ներքին ուսումնասիրություն։ Վերնագիրը լուսնային սառցե ռեսուրսների անորոշության գնահատում։ Հետազոտողները վերլուծեցին բոլոր առկա տվյալները Lunar Prospector-ից մինչև Lunar Reconnaissance Orbiter։ Նրանց եզրակացությունը, անորոշությունը սառցե կոնցենտրացիայի մասին հասնում է գործակից 5-ի։ Այսինքն, եթե մոդելը կանխատեսում է 10%, իրական թիվը կարող է լինել 2-ից մինչև 50%։ 2-ից մինչև 50։ Մինչև 50։ Դա այնպիսի տարբերություն է, որը որոշում է արդյոք ողջ ծրագիրը տնտեսապես հիմնավոր է, թե ոչ։ Բայց սա միայն առաջին անորոշությունն է։ Տեղի ունենա նաև տեխնոլոգիական կասկած։ Դոկտոր Ջուլի Ստոպար, Պլանետային գիտնական լուսնային եւ պլանետային ինստիտուտից, ներկայացրել է ուսումնասիրություն լուսնային փոշու ազդեցության մասին մեքենայի վրա։ Լուսնային ռեգոլիթը չէ նման երկրի հողին։ Դրա մասնիկները խիստ կտրուկ են, որովհետև չկա քամի կամ ջուր, որը կարող էր հարթեցնել դրանք միլիարդավոր տարիների ընթացքում։ Դա նման է մանրահատիկ ապակուպ շրանքների։ Երբ ռովերի անիվները շարժվում են ռեգոլիթի վրա, մասնիկները թափանցում են ամենափոքր ճեղքերը։ Դրանք ներթափանցում են շարժիչները, միացումները, խցերը։ Եվ քանի որ լուսնային հողը պարունակում է նաև երկաթ, նա դառնում է աբրազիվ, մաշում է մետաղական մասերը։ Ստոպարի հետազոտությունը ցույց է տալիս, որ լուսնային պայմաններում միջին ռոյմաններում միջին ռովերի գործողության տևողությունը կարող է լինել 30-50% ավելի կարճ, քան երկրի վրա թեստերը կանխատեսում են։ Պատկերացրեք, դուք պլանավորել եք, որ ձեր հանքահորթող ռովերը կաշխատի 5 տարի։ Բայց 2 տարի անց շարժիչները խափանվում են փոշուց եւ մեքենան դադարում է։ Ձեր պլանավորված արտադրությունը կես է դառնում։ Եվ ավելի վատը, վերանորոգումը լուսնի վրա հնարավոր չէ, եթե դուք չունեք ամբողջ սպասարկման ենթակառուցվածք։ Ուստի մեքենան պարզապես մնում է այնտեղ, անօգտագործելի մետաղե կուտակ։ Սա արդեն տեղի է ունեցել Մարսի վրա։
Սպիրիտը եւ օպորտունիթին ընդհատվեցին հենց փոշու պատճառով։ Բայց Մարսի վրա որակը միջազգայինորեն գիտական էր։ Լուսնի վրա, երբ ողջ բազան կախված է այդ մեքենաներից, խափանումը կարող է նշանակել մարդկային կյանքի վտանգ։ 2024 թվականին MIT ինժեներները մոդելավորեցին լուսնային վառելիքի արտադրական գործարանը։ Նրանց մոդելը ներառում էր բոլոր թուլերը, հանքահորումից մինչև էլեկտրոլիզ։ Եվ եզրակացությունն անսպասելի էր։ Նույնիսկ լավագույն սցենարում, երբ ամեն ինչ գործում է կատարյալ, էներգիայի ծախսը 1 կիլոգրամ ջրածին արտադրելու համար լուսնի վրա 12 անգամ ավելի շատ է, քան երկրի վրա։ 12 անգամ։ Ինչու՞։ Որովհետև լուսնի վրա դուք չունեք գազի գծեր, հիդրոէլեկտրակայաններ, քամու ֆերմեր, մշտական էներգիայի սնուցման համար։ Դուք կախված եք սոլար պանելներից, որոնք աշխատում են միայն երբ կա արև։ Եվ եթե ձեր բազան գտնվում է կրատերի եզրի վրա, որտեղ արևը երևում է տարվա 85%-ով, դա նշանակում է 15% ժամանակ դուք չունեք էներգիա։ Ուստի կարիք կա մարտկոցների, պահպանելու էներգիան։ Եվ մարտկոցները ծանր են։ Յուրաքանչյուր կիլոգրամ, որը տեղափոխում եք լուսին, արժենում է $100,000 եւ ավելի։ Միթի ուսումնասիրությունը հաշվարկեց. 1 կիլոգրամ լուսնային ջրածին արտադրելու իրական արժեքը կլինի մոտավորապես $2,500։ Համեմատության համար 1 կիլոգրամ ջրածին երկրի վրա արժենում է $3։ Հազարապատիկ տարբերություն։ Իհարկե, տեղափոխել ջրածինը երկրից ծինը երկրից լուսին արժենում է ավելի թանկ։ Ներկայիս գներով մոտավորապես $30,000 1 կիլոգրամի համար։ Ուստի լուսնային արտադրությունը դեռևս էժան է։ Բայց ոչ այնքան էժան, որքան մարքեթինգային նյութերը խոստանում են։ Եվ եթե սառցե կոնցենտրացիան ավելի ցածր է, քան սպասվում է, արժեքը կբարձրանա ևս ավելի։ Բայց գուցե ամենամեծ կասկածը ֆինանսական է։ 2025 թվականի մարտին տնտեսագիտության պրոֆեսոր Հենրի Հերցֆելդը Վաշինգտոնի տիեզերական քաղաքականության ինստիտուտից հրապարակեց վերլուծություն «Լուսնային տնտեսության մարտահրավերները»։ Նա հաշվարկեց ամբողջ բյուջեները։ NASA-ի Artemis ծրագիրը պլանավորում է ծախսել $95 միլիարդ մինչև 2030 թվականը։ Դրանից 30 միլիարդ միայն բազայի կառուցման համար հարավային բևեռում։ Չինական ծրագիրը գնահատվող 15 միլիարդ, եվրոպականը 6 միլիարդ։ Blue Origin-ը հայտարարել է մասնավոր ներդրում 5 միլիարդի չափով։ Ընդամենը մոտավորապես $120 միլիարդ։ Եվ ինչ է վերադարձը։ Հերցֆելդի հաշվարկներով, եթե լուսնային վառելիքի շուկան հասնում է $10 միլիարդ տարեկան, ինչպես Boston Consulting Group-ը կանխատեսում է, պետք է 30 տարի ներդրումը հատուցելու համար։ 30 տարի։ Բայց 30 տարում ինչ կփոխվի։ Նոր տեխնոլոգիաներ, նոր մրցակիցներ, նոր քաղաքական իրավիճակներ։ Ներդրումը, որը այսօր թվում է խելացի, 30 տարի հետո կարող է լինել տնտեսապես մեռած։ Եվ սա առանց հաշվի առնելու ռիսկերը։ Եթե տեխնիկական խափանումները, եթե ավելի քիչ սառույց, եթե ավելի մեծ արժեքներ, եթե գեոպոլիտիկական խափանումներ, հաշվարկը դառնում է դեռ ավելի վատ։ Հերցֆելդը հարցնում է. Արդյոք մենք կառուցում ենք տնտեսություն, թե գովազդային արշավ։ Ես պատրաստ եմ գովազդով աջակցել մարդկության տիեզերական ընդլայնումը, բայց եկեք լինենք ազնիվ թվերի հետ։ Եվ հենց այստեղ է սկսվում իրական կոնֆլիկտը։ Ոչ թե ԱՄՆ դեմ Չինաստանի, այլ օպտիմիստներ դեմ ռեալիստների։ Մի կողմում տիեզերական գործակալությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքական լիդերները, ովքեր պնդում են, որ լուսինը բանալին է տիեզերքի նվաճման համար։ Եթե մենք չգնանք հիմա, մենք կխոցենք պատմության ամենամեծ հնարավորությունը, ասում է Բիլ Նելսոնը, NASA-ի ադմինիստրատորը 2024 թվականի ելույթում կոնգրեսում։ Մյուս կողմում գիտնականները, տնտեսագետները, պլանավորողները, ովքեր նախազգուշացնում են, որ մենք կրկնում ենք անցյալի սխալները։ Այնպես, ինչպես Ապոլլոնի ծրագիրը վերջացավ, որովհետև դա չուներ երկարաժամկետ տնտեսական հիմք, Արտեմիսը կվերջանա նույն կերպ, եթե մենք մտածում ենք միայն հեղինակության մասին, ոչ թե իրական տնտեսության, նախազգուշացնում է Սփուդիսը։ Եվ երկու կողմերն էլ ունեն ճշմարտություն մի մասը։ Բայց գուցե ամենավտանգավորը այն է, որ կասկածները անտեսվում են քաղաքական ճնշման տակ։ 2025 թվականի հուլիսին Washington Post-ը հրապարակեց քննադատական հոդված «Լուսնային խաղարկությունը»։ Հոդվածում ցույց էր տրվում, թե ինչպես NASA-ի ներքին քննարկումներում մի քանի ինժեներներ բարձրացրել են մտահոգություններ, հանքահորդող տեխնոլոգիաները չեն պատրաստ, բյուջեները շատ օպտիմիստական են, ժամկետները անիրական։ Բայց նրանց զեկույցները հանգստացված են բարձր ղեկավարության կողմից։ Ինչու՞։ Որովհետև կոնգրեսը սպասում է արդյունքներ, Սպիտակ տունը պահանջում է հաղթանակներ։
Հասարակությունը ուզում է տեսնել, որ դրոշակի երևույթը արժեր միլիարդները։ Եվ եթե ՆԱՍԱ-ն սկսի ասել «Սպասեք, մենք չենք համոզված», Կոնգրեսը կկտրի բյուջեն եւ կտա ռազմածովայինին կամ այլ ինչի։ Դա նույն իրավիճակն է, որը տեղի ունեցավ Չելենջերի աղետից առաջ։ Ինժեներները նախազգուշացրին, որ օրինքները կարող են խափանվել ցածր ջերմաստիճաններում։ Բայց ղեկավարությունը որոշեց գործարկել, որովհետև պետք էր ժամանակացույց պահպանել։ Եվ մենք գիտենք ինչ եղավ։ Հիմա պատկերացրեք նույն մոդելը լուսնի վրա, բայց ավելի բարդ։ 2028 թվականի ապրիլ։ Արտեմիս 3-ը պատրաստ է գործարկման։ 3 աստրոնավտ նստում են Starship HLS-ի մեջ։ Նրանց առաքելությունը 12 օր Շեքլթոն կրատերի եզրի վրա։ Առաջադրանքը փորել առաջին լուսնային սառույց եւ ապացուցել, որ ամբողջ ծրագիրը աշխատում է։ Բայց 3 օր առաջ ներքին տեխնիկական քննարկման ժամանակ մեկ ինժեներ նշում է. Ռասոր ռովերի թեստերը երկրի վրա չեն լավ անցել։ Սիմուլացված լուսնային ռեգոլիթում մեքենան ապրել է միայն 70% ակնկալվածի։ Մենք պետք է ավելի թեստեր անենք, ասում է ինժեները։ Բայց գործարկման պատուհանը փակվում է 1 շաբաթում։ Եթե հետաձգեն, հաջորդ հնարավորությունը կլինի 2 ամիս հետո։ Եվ Չինաստանը պլանավորում է իր առաքելությունը հունիսին։ Եթե նրանք առաջին հասնեն, ԱՄՆ-ը կկորցնի առաջինի կարգավիճակը։ ՆԱՍԱ-ի ադմինիստրատորը կանչում է հանդիպում։ Որոշեք, արդյոք ռիսկը ընդունելի է։ Ինժեները ներկայացնում են տվյալները։ 70% գործողության ակնկալվում է, բայց եթե աշխատում է, առաքելությունը կհաջողվի։ Եթե ոչ, աստրոնավտները դեռ ապահով են, բայց առաքելությունը ձախողված կլինի։ Հարցը. արդյոք 30%-անոց ձախողման հավանականությունը ընդունելի է մրցակցության համատեքստում։ Դա մոդելային սցենար է, բայց շատ իրական։ Եվ նման որոշումները կայացվելու են յուրաքանչյուր քայլում, հաջորդ 10 տարիների ընթացքում։ Բայց կասկածները ոչ միայն տեխնիկական են, դրանք նաև քաղաքական են։ 2022 թվականի դեկտեմբերին Ժնևում կայացավ միջազգային տիեզերական կոնգրես։ Մեկ ամբողջ սեսիան նվիրված էր լուսնային ռեսուրսների կարգավորմանը, եւ այնտեղ հստակ դարձավ. համաձայնություն չկա։ Բրազիլիայի ներկայացուցիչը հարցրեց. ինչու միայն հարուստ երկիրները պետք է օգտվեն լուսնի ռեսուրսներից։ Արտերկրային տիեզերքի պայմանագիրը ասում է, որ տիեզերքը պատկանում է բոլորին, բայց եթե միայն ԱՄՆ, Չինաստանը եւ Եվրոպան ունեն տեխնոլոգիա եւ միջոցներ գնալու այնտեղ, ինչպես մենք, զարգացող երկրները, ունենք մասնակցություն։ Նիգերիայի դեսպանը ավելացրեց. երկրի վրա գաղութայնացումը սկսվեց նույն փաստարկով. առաջին հասավ, առաջին տիրեց։ Արդյոք մենք կրկնում ենք դա տիեզերքում։ Մի քանի երկրներ կտիրեն ամենաարժեքավոր ռեսուրսներին, իսկ մնացածը կդիտեն կողքից։ Եվ սա ստեղծում է էթիկական հարց։ Եթե լուսինը պատկանում է ամբողջ մարդկությանը, ապա արդյոք մի քանի երկրները կարող են ինքնավար շահագործել նրա ռեսուրսները։ Բայց եթե ոչ, ինչպես կազմակերպել համընդհանուր մատչելիությունը։ ՄԱԿ-ի վերահսկողություն։ Բայց որ երկիրը կվստահի ՄԱԿ-ին, երբ մեծ ուժերը վետո են դնում ցանկացած որոշման վրա, որը չի համապատասխանում նրանց շահերին։ 2024 թվականի փետրվարին 57 երկիր Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից եւ Ասիայից ստորագրեցին համատեղ հայտարարություն տիեզերական արդարության սկզբունքի մասին։ Նրանք պահանջեցին, որ լուսնի ռեսուրսները դարձվեն ընդհանուր մարդկային մնահողություն եւ որ յուրաքանչյուր երկիր ստանա մասնաբաժին, անկախ իր տեխնոլոգիական հնարավորություններից։ ԱՄՆ-ի պատասխանը եղավ ակնթարթային։ Պետական դեպարտամենտի խոսնակը հայտարարեց. արտերկրային տիեզերքի պայմանագիրը չի արգելում ռեսուրսների շահագործումը։ Ով ներդնում է միջոցներ եւ ռիսկեր վերցնում, նա ստանում է օգուտները։ Եվ սա էր միտումնավոր ընտրություն։ ԱՄՆ-ը ըմբռնում է, որ եթե սկսի բանակցություններ տիեզերական արդարության մասին, դա կարող է հանգեցնել բարդ միջազգային համակարգի, որը կարող է արգելափակել լուսնային գործունեությունը տասնամյակներով։ Նույն բանը, ինչ տեղի ունեցավ խորասենյակային հանքահորտման միջազգային պայմանագրի հետ, որը բանակցվում էր 30 տարի եւ դեռ չի գործում, որովհետեւ ոչ ոք չի համաձայն հատակազարդման սխեմայի վրա։ Ուստի ԱՄՆ-ը ընտրեց արեք եւ հարցրեք թույլտվության հետո մոտեցումը։ Գնացեք, սեք, շահագործեք, ստեղծեք փաստը, եւ հետո երբ դուք արդեն այնտեղ եք, ով կարող է ոչինչ անել։ Բայց սա ստեղծում է եռացող իրավիճակ։ 2025 թվականի հունիսին իրավիճակը ձեռք է առնում անսպասելի շրջադարձ։ Հնդկաստանը, որը մինչ այժմ գործել է միայն գիտական առաքելություններով, հայտարարում է, որ պլանավորում է ուղարկել իր առաջին մարդկային անձնակազմ լուսին 2030 թվականին։ Նպատակը՝ Շեքլթոն կրատերի արևելյան եզրը։ Հիմա ոչ թե 2, այլ 3 խաղացող են մրցում նույն կրատերի համար։
Հնդկաստանի տիեզերական հետազոտական կազմակերպության նախագահ Սան Սոմանաթը ասում է պաշտոնական ասուլիսում Մումբայում. Հնդկաստանը ներկայացնում է 1 միլիարդ և 400 միլիոն մարդու։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ապագան որոշվի 2-3 երկրների կողմից։ Մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ որոշվում է մարդկության ապագան։ Եվ հետո ավելի անսպասելի։ Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարում են, որ համագործակցում են Blue Origin-ի հետ կառուցել համատեղ լուսնային բազա։ Ներդրումը 3 միլիարդ դոլար։ Նպատակը մասնավոր պետական գործընկերություն, որը կարտադրի վառելիք ոչ միայն իր համար, այլ նաև վաճառելու բոլորին, ով վճարում է։ Հիմա պատկերացրեք Շեքլթոն կրատերի շուրջը 2030 թվականին 5 բազա. ամերիկյան, չինարուսական, ճապոնա-եվրոպական, հնդկական, էմիրական, Blue Origin։ Յուրաքանչյուրը ունի իր հանքահորտման գործողությունները, յուրաքանչյուրը պնդում է իր անվտանգության գոտին, և բոլոր գոտիները համընկնում են։ Ով է որոշում, թե ով փորում է որտեղ։ Ով է ապահովում, որ մի ռովերը չխանգարում է մյուսին։ Ով է կարգավորում, երբ երկու թիմ ցանկանում են նույն սառցե հանքավայրը։ Պատասխանը՝ ոչ ոք։ Որովհետև ոչ ոք չի ստեղծել այդ կանոնները դեռ։ 2025 թվականի սեպտեմբերին Միջազգային տիեզերական ֆեդերացիան կազմակերպեց նիստ Մելբուրնում, քննարկելու հատուկ լուսնային երթևեկության կարգավորման կանոնները։ Ոնները. կստեղծել մի տեսակ օդանավային երթևեկության հսկողություն, բայց լուսնի համար։ Յուրաքանչյուր ռովերը կկրի GPS-ի նման համակարգ։ Կենտրոնական սերվերը երկրի վրա կկառավարի բոլոր շարժումները։ Եթե երկու ռովեր մոտենում են միմյանց, համակարգը կազդարարի և կուղղորդի նրանց դեպի այլ ուղիներ։ Բայց սա պահանջում է, որ բոլոր երկիրները համաձայնեն տվյալներ կիսելու իրենց ռովերների դիրքերի միտքերի մասին։ Եվ ով կարող է երաշխավորել, որ չինական կամ ռուսական կողմը չի օգտագործի այդ տվյալները ռազմավարական նպատակների համար։ Ով երաշխավորում է, որ ամերիկյան համակարգը չի արգելափակի մրցակիցներին, տալով սխալ ծածկագրեր։ Կասկածը փոխադարձ է։ Եվ արդյունքում յուրաքանչյուր կողմ որոշում է գործել ինքնուրույն։ Հիմա պատկերացրեք 2031 թվականի հոկտեմբերը։ NASA-ի ռովերը Perseverance 2 անունով շարժվում է Շեքլթոն կրատերի հատակով։ Նրա առաքելությունը հասնել նոր սառցե հանքավայրին, որը հայտնաբերվել է Viper-ի տվյալներով։ Ռովերը շարժվում է խավարում, վստահելով ռադար և լիդար սարքերին։ Բայց 2 կիլոմետր հեռավորությամբ չինական Zhurong 3 ռովերը շարժվում է դեպի նույն կետը։ Նրանց տիեզերական գործակալությունը նույնպես վերլուծել է տվյալները և որոշել, որ այդ հանքավայրը ամենաարժեքավորն է։ Երկու ռովերները չեն կապված միմյանց հետ ուղղակիորեն։ Յուրաքանչյուրը վերահսկվում է երկրից 2 կամ 3 վայրկյան ուշացումով ազդանշանի համար։ Հոկտեմբերի 15-ը, տեղական ժամանակով 145 արևածագի հավասարեցված ժամ, երկու ռովերները հայտնվում են 23 մետր հեռավորությամբ միմյանցից։ Յուրաքանչյուրը նկատում է մյուսը իր սենսորներում։ Հյուսթոնում NASA-ի թիմը տեսնում է իրավիճակը։ Նրանք ուղարկում են հրաման դանդաղեցնել և սպասել։ Բայց երբ հրամանը հասնում է ռովերին, արդեն անցել է 3 վայրկյան։ Իսկ այդ 3 վայրկյանում ռովերը շարժվել է ևս 3 մետր։ Վենչանգում չինական թիմը տեսնում է նույն բանը։ Նրանք նույնպես ուղարկում են հրաման դադարեցնել, բայց նույն ուշացումը։ Երկու ռովերները հանդիպում են 11 մետր հեռավորությամբ։ Եվ հիմա հարցը. ով պետք է շարժվի հետ։ Ով պետք է զիջի հանքավայրը։ NASA-ի բազայի հրամանատարը, աստրոնավտ Ջեսիկա Մեյերը, կապվում է Հյուսթոնի հետ։ Մենք ունենք պրիորիտետ, ասում է նա։ Մենք նշանավոր էինք այս հատվածը մեր աշխատանքային գոտիում 3 ամիս առաջ։ Բայց չինական կողմը պատասխանում. մենք ճանաչում ենք միայն մեր սեփական նշանումները։ Արտեմիս համաձայնագիրը ոչ իրավական փաստաթուղթ է։ Մեյերը փորձում է տեղափոխել իր ռովերը դեպի նպատակը, շրջանցելով չինական ռովերը։ Բայց հանքավայրը փոքր է, ընդամենը 50 մետր տրամագծով։ Երբ Perseverance 2-ը փորձում է մոտենալ, Zhurong 3-ը նույնպես շարժվում է, արգելափակելով մուտքը։ Դա ոչ թե ագրեսիա է, դա անորոշության արդյունք է։ Երբ չկան կանոններ, յուրաքանչյուր կողմ ենթադրում է, որ նա ունի իրավունք։ Հոկտեմբերի 19-ը։ Երկու ռովերները դեռ այնտեղ են, կանգ առած 11 մետր հեռավորությամբ միմյանցից։ Երկու թիմերը երկրի վրա բանակցում են դիվանագիտական ուղիներով, բայց յուրաքանչյուր ուղարկված նոտա պահանջում է օրեր պատասխանի համար։ Մինչդեռ հանքավայրը անպաշտպան է, և երրորդ խաղացողը, Հնդկաստանի ռովերը, շարժվում է դեպի այդ կողմը։ Իրավիճակը դառնում է աբսուրդ։ 3 ռովեր, վերահսկվող 3 տարբեր երկրներից, կանգնած են նույն փոքր հանքավայրի շուրջ։ Ոչ ոք չուզում է զիջել, բայց ոչ ոք չուզում է նաև էսկալացնել կոնֆլիկտը։
Հոկտեմբերի 23-ը Blue Origin-ի մասնավոր ռովերը, որը չի պատկանում որևէ երկրին, մոտենում է տարածքին։ Նրա օպերատորը նստած Սիեթլի գրասենյակում տեսնում է 3 սարքավորում եւ որոշում է լուծել խնդիրը։ Նա առաջարկում է բոլորին բաժանել հանքավայրը 3 հավասար հատվածների։ Յուրաքանչյուր թիմը վերցնում է 1/3-ը։ Բայց ինչու պետք է պետական գործակալությունները լսեն մասնավոր ընկերությանը։ Եվ ինչու պետք է վերցնել միայն 1/3-ը եւ դու կարող ես վերցնել ամբողջը։ Հոկտեմբերի 26-ը NASA-ն որոշում է փորձարարական մոտեցում։ Perseverance 2-ը սկսում է փորել հենց այն տեղում, որտեղ կանգնած է, շրջանցելով կոնֆլիկտը։ Նա ստանում է որոշ սառույց, բայց ոչ այն կոնցենտրացիայով, որը հուսով էին։ Չինական թիմը տեսնում է դա եւ որոշում է անել նույնը։ Նրանք սկսում են փորել իրենց դիրքից։ Հնդկական թիմը նույնպես։ Blue Origin-ը նույնպես։ Արդյունքում հանքավայրը բաժանվում է 4 հատվածների, ոչ միջոցով համաձայնության, այլ դե ֆակտո։ Յուրաքանչյուրը վերցնում է այն, ինչ կարող է հասնել։ Դա չէ արդյունավետ, դա չէ արդար։ Բայց դա գործում է, քանի որ այլ տարբերակ չկա։ Եվ սա դառնում է մոդելը։ Մինչև 2032 թվականը Լուսնի հարավային բևեռում գործում են 17 ռովեր, 5 բազայից։ Յուրաքանչյուր օր նրանք հանդիպում են նմանատիպ իրավիճակների։ Յուրաքանչյուր անգամ լուծումը գալիս է ոչ թե իրավական ուղիներով, այլ գործնական ձևով։ Դու վերցրու ձախ կողմը, ես վերցնեմ աջ կողմը։ Դու փորիր այսօր, ես փորեմ վաղը։ Եթե դու չխանգարես ինձ այստեղ, ես չեմ խանգարի քեզ հոն։ Դա նման է վայրի արևմտին, բայց լուսնի վրա։ Եվ դա աշխատում է, քանի դեռ բոլորը վարվում են ողջամտորեն։ Բայց ինչ է լինում, երբ ինչ-որ մեկը որոշում է չվարվել ողջամտորեն։ Ինչպես հասկանալիք, թե երբ սխալ բանը դառնում է չափազանց վտանգավոր։ 2033 թվականի փետրվար։ Լուսնի հարավային բևեռում արդեն գործում են 5 բազա, 19 ռովեր, 52 մարդ, պտտվող անձնակազմով։ Առաջին լուսնային քաղաքացի, գիտնական, ով ապրել է բազայում 6 ամիս անընդմեջ, եւ ամեն ամիս արտադրվում է մոտավորապես 30 տոննա վառելիք։ Հաջողության պատմություն։ Բայց փետրվարի 11-ը ինչ-որ բան փոխվում է։ NASA-ի Artemis Base Camp-ի հրամանատար, աստրոնավտ Ռիչարդ Հենսոնը ստանում է տագնապալի հաղորդագրություն իր թիմից։ Մեկ ամերիկյան ռովեր Endurance, որը պլանավորված էր վերադառնալ բազա 3 օր առաջ, դադարել է հաղորդակցվել։ Վերջին ազդանշանը եկել է Շեքլթոն կրատերի կենտրոնական հատվածից։ Հետո լռություն։ Հենսոնը փորձում է վերականգնել կապը։ 12 ժամ անընդհատ ազդանշաններ։ Ոչինչ։ Ռովերի արժեքը $35 միլիոն, բայց ավելի կարևորը նրա տվյալները։ 6 ամիս սառցե հետախուզման պահված նրա հիշողության մեջ։ Փետրվարի 13-ը հայտնի է դառնում պատճառը։ Հնդկաստանի Պրագյան 4 ռովերը, որը շարժվում էր նույն հատվածում, վերադարձել է բազա իր տվյալներով։ Եվ երբ հնդկական թիմը վերլուծում է տեսանյութերը, նրանք տեսնում են, ամերիկյան ռովերը կանգնած է անշարժ կրատերի հատակում։ Սոլար պանելներից մեկը վնասված է, անտենան ծռված։ Պարզապես տեսածից հասկանալի է, ինչ որ բան հարվածել է նրան, բայց ինչը։ Հյուսթոնում NASA-ի թիմը պահանջում է բացատրություններ։ Նրանք ուղարկում են պաշտոնական դիվանագիտական նոթ Հնդկաստանին, բայց հնդկական կողմը պատասխանում է։ Նրանց ռովերը չի եղել մոտակայքում, երբ վթարը տեղի է ունեցել։ Մենք տեսանք արդյունքը, ոչ գործընթացը։ Փետրվարի 15-ը իրավիճակը սրվում է։ Անանուն աղբյուր NSA-ից լինելու տալիս Space News լրատվամիջոցին։ Աղբյուրը պնդում է, որ վերլուծությունը ցույց է տալիս, Endurance-ը վնասվել է մեխանիկական ազդեցությունից, ասենք մեկ այլ ռովերի հարվածից։ Եվ միակ մյուս ռովերը, որը եղել է այդ տարածքում նույն ժամանակահատվածում, եղել է չինական Zhurong 5-ը։ Պեկինի պատասխանը կտրուկ է։ Չինական տիեզերական գործակալության խոսնակ Վան Լինը հայտարարում է ասուլիսում. Սա անհիմն մեղադրանք է։ Ամերիկյան ռովերը հավանաբար վնասվել է տեխնիկական ապարդյունության արդյունքում։ Լուսնի ծայրահեղ պայմանները ոչնչացնում են սարքավորումները։ Պատասխանատվությունն անելը մեզ վրա քաղաքական մանիպուլյացիա է։ Բայց հյուսթոնյան թիմը չի զիջում։ Նրանք հրապարակում են տելեմետրիկ տվյալներ, որոնք ցույց են տալիս Endurance-ի սենսորները գրանցել են ուժեղ ցնցում հենց նախքան հաղորդակցության կորուստը։ Ցնցումը համապատասխանում է բախման հետ, ոչ թե ներքին խափանման։ Փետրվարի 19-ը վիճակագրությունը արդեն միջազգային զեհում է։ Կոնգրեսի անդամներ պահանջում են պատասխանատվություն։ Չինական մեդիան մեղադրում է AMN-ին թունավորելու տիեզերական համագործակցության մթնոլորտը։ Ռուսաստանը հայտարարում է աջակցություն Չինաստանին։ Եվրոպան կոչ է անում կողմերին զսպվածության, բայց ամենավտանգավորը տեղի է ունենում լուսնի վրա։ Փետրվարի 22
Artemis Base Camp-ի երկու աստրոնավտ Հենսոնը եւ նրա փոխը Մարիա Ռամոսը որոշում են անձամբ ուսումնասիրել տարածքը։ Նրանք վերցնում են մեկ փոքր վարչական ռովեր եւ ճանապարհ են ընկնում դեպի այն վայրը, որտեղ Endurance-ը դադարել է։ Ճանապարհորդությունը տևում է 6 ժամ։ Լուսնի մակերեսով շարժվելը դանդաղ է եւ ռիսկային, բայց նրանք ուզում են ճշմարտությունը։ Երբ նրանք հասնում են, տեսարանը անսպասելի է։ Endurance-ը իսկապես վնասված է, բայց ոչ միայն solar panel-ը։ Ամբողջ ձախ կողմը խորասեր է։ Մետաղը ծռված է ներսից դուրս, դա ոչ թե պարզապես բախում է, դա ուժեղ ազդեցություն է։ Ռամոսը սկսում է լուսանկարել։ Հենսոնը փորձում է վերլուծել հետքերը ռեգոլիթի վրա, եւ այստեղ նա տեսնում է, մոտակայքում կան այլ ռովերի հետքեր, բայց ոչ հնդկական Պրագյան 4-ի հետքերը, որոնք նա արդեն տեսել է լուսանկարներում։ Այլ հետքեր, ավելի լայն, ավելի խոր, չինական ռովերի հետքեր։ Բայց սա դեռ ապացույց չէ։ Հետքերի արկայությունը չի նշանակում, որ չինական ռովերը բախվել է ամերիկյանին։ Կարող է լինել, որ երկուսն էլ եղել են այդ տարածքում տարբեր ժամանակներում։ Բայց հետո Հենսոնը նկատում է մի փոքր մանրուք։ Ռեգոլիթի մեջ 3 մետր հեռավորությամբ Endurance-ից խրված է մետաղական մասնիկ։ Փոքր, բայց պարզ։ Նա վերցնում է այն, լուսանկարում, եւ հետո հասկանում է, սա չինական Zhurong մոդելի ռովերի գործիքավորման մաս է։ Ապացույց։ Փետրվարի 24-ը Հյուսթոնը հրապարակում է գտածոները։ Լուսանկարները, վերլուծությունը, մետաղական մասնիկի նույնականացումը։ Եզրակացությունը. չինական Zhurong 5-ը բախվել է ամերիկյան ռովերին եւ թողել դեպքի վայրը առանց հաղորդելու։ Դա իրավական լեզվով կոչվում է հարվածել եւ փախչել։ Երկրի վրա դա քրեական հանցագործություն է, բայց լուսնի վրա որ օրենքը գործումում է։ Պեկինը մերժում է մեղադրանքները։ Խոսնակ Վան Լինը հայտարարում է. «Մենք ուսումնասիրել ենք մեր ռովերի տվյալները։ Zhurong 5-ը չի գրանցել որևէ բախում համապատասխան ժամանակահատվածում։ Ամերիկյան կողմի ներկայացրած մետաղական մասնիկը կարող է լինել որևէ այլ ռովերից կամ նույնիսկ տեղադրված։ Սա մեղադրանք է, որ AMN-ը ստեղծել է կեղծ ապացույց»։ Մարտի առաջին օրը իրավիճակը դուրս է գալիս դիվանագիտական շրջանակներից։ Կոնգրեսում մի խումբ սենատորներ ներկայացնում է Դումե բանաձև, որը պահանջում է հատուցում 35 միլիոն դոլարի չափով Endurance-ի կորստի համար։ Եվ եթե Չինաստանը չի վճարում, բանաձևը խորհուրդ է տալիս համապատասխան գործողություններ, ներառյալ ֆիզիկական միջոցառումներ լուսնի վրա։ Ինչ են նշանակում ֆիզիկական միջոցառումները։ Բանաձևը չի ճշտում, բայց մեկնաբանները սկսում են օրինակներ բերել։ Արգելափակել չինական բազայի հասանելիությունը դեպի որոշակի տարածքներ, ջեմինգ անել հաղորդակցությունները, նույնիսկ պաշտպանական գործողություններ, եթե չինական ռովերները շարունակեն ագրեսիվ վարքագիծ։ Պեկինի պատասխանն ակնթարթային է։ Մարտի 4-ը Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ցանկացած միակողմանի գործողություն լուսնի վրա կդիտվի որպես ագրեսիայի ակտ եւ կհանգեցնի համապատասխան պատասխանի։ Համապատասխան պատասխան։ Սա զսպարական լեզու է, եւ յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ է դա նշանակում։ Մարտի 7-ը ռուսական Ռոսկոսմոսը հայտարարում է, որ իր լուսնային բազան պատրաստ է պաշտպանել իրեն եւ իր դաշնակիցներին։ Ռուսական բազան գտնվում է 3 կիլոմետր հեռավորությամբ ամերիկյան բազայից։ Մարտի 10-ը NASA-ն հրապարակում է հայտարարություն։ Artemis Base Camp-ի անձնակազմը մեծացվում է 6-ից 8-ի։ 2 լրացուցիչ աստրոնավտ ուղարկվում են Starship HLS-ով։ Պաշտոնապես դրանք գիտնականներ են, բայց մեկն անցյալում եղել է օդային ուժերի փորձարարական օդաչու, մյուսը Մարինի կորպուսի իսպա։ Երկու կողմերն էլ մեծացնում են իրենց ներկայությունը լուսնի վրա, եւ ոչ ոք չի զիջում։ Բայց իրական հարցը չէ ռովերը, իրական հարցը ինչ է սկսվում, երբ երկու տիեզերական ուժեր հայտնվում են բախման գծի վրա տեղում, որտեղ չկա միջազգային իրավունք, չկա ոստիկանություն, չկա արբիտրաժ։ Մարտի 12-ը պատահում է ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ։ Հնդկական Պրագյան 5 ռովերը, որը շարժվում է նոր Սարցե հանքավայրի ուղղությամբ, հանկարծակի ստանում է ազդանշան իր սենսորներից։ Ուժեղ ռադիոհաճախականային աղմուկ։ Այն խանգարում է նրա նավիգացիային։ Ռովերը դադարում է, փորձելով վերաօրիենտավորվել, բայց աղմուկը շարունակվում է։ Հնդկական թիմը Բենգալուրուում պարզում է, ազդանշանը գալիս է այն ուղղությունից, որտեղ գտնվում է ռուսա-չինական համատեղ հաղորդակցային կայանը։ Ջեմինգ, էլեկտրոնային խանգարում։ Պլանետայինի գիտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Վիջայ Կումարը տալիս է ասուլիս դելիում։ Սա անթույլատրելի գործողություն է,
Եթե մեկ երկիրը կարող է ջեմինգ անել մյուսների ռովերները, ողջ լուսնային գործունեությունը դադարում է լինել համագործակցություն եւ դառնում ագրեսիա։ Բայց Մոսկվան եւ Պեկինը մերժում են։ Նրանք պնդում են, որ աղմուկը եկել է արևային գործունեությունից կամ երկրից արտանետված ազդանշաններից։ Մենք երբեք չենք օգտագործի ջեմինգ որպես գործիք։ Մարտի 15-ը իրավիճակը հասնում է անկառավարելի կետին։ ՆԱՍԱ-ի երկու նոր աստրոնավտները, որոնք հասել են Artemis Base Camp, սկսում են պատրոլել բազայի շուրջը մեկ փոքր ճնշված ռովերով։ Պաշտոնապես դա պարբերական ստուգում է տարածքի անվտանգության համար։ Բայց ամեն ուրիշը հասկանում է, սա ցուցադրություն է։ Հաղորդագրությունը պարզ է։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տարածքը։ Մարտի 19-ը, երբ ամերիկյան պատրոլային ռովերը մոտենում է չինական բազային շուրջ 3 կիլոմետր հեռավորությամբ, չինական կողմը ուղարկում է ռադիոհաղորդագրություն։ Դուք մուտք եք գործում մեր անվտանգության գոտի։ Խնդրում ենք դադարեցնել մոտեցումը։ Ամերիկյան աստրոնավտները փորձառու օդաչու Ջեյմս Միլերը եւ մարինի սպա Սաման Չենը կանգ են առնում։ Միլերը կապվում է Հյուսթոնի հետ։ Պատասխանը գալիս է 3 վայրկյան հետո։ Շարունակեք ձեր առաքելությունը։ Արտերկրային տիեզերքի պայմանագիրը չի ճանաչում անվտանգության գոտիներ։ Ռովերը շարունակում է շարժվել։ Չինական բազայից դուրս է գալիս 2 տայկոնավտ իրենց սեփական ռովերով։ Նրանք տեղակայվում են ճանապարհի վրա, արգելափակելով ամերիկյան ռովերի անցումը։ 2 մեքենա, 2 թիմ, 50 մետր հեռավորությամբ միմյանցից։ Միլլերը կրկին կապվում է Հյուսթոնի հետ։ Նրանք արգելափակում են մեր ուղին։ Ինչ անենք։ Պատասխանը տևում է ավելի երկար, 6 վայրկյան։ Պարզապես է, որ Հյուսթոնում բարդ քննարկում է ընթանում։ Երբ պատասխանը գալիս է, Միլլերի ձայնը տագնապալի է։ Մեզ ասում են շրջանցել նրանց, փնտրել այլ ուղի, բայց Չենը, մարինի սպան, նայում է քարտեզին։ Այլ ուղի չկա։ Կողքերը լի են մեծ քարերով։ Եթե նրանք փորձեն շրջանցել, պետք է վերադառնան բազա եւ ընտրել ամբողջովին այլ երթուղի։ Մարտի 19, տեղական ժամանակով 155 արևածագի հավասարեցված ժամ։ 2 ռովերները կանգնած են 50 մետր հեռավորությամբ։ Աստրոնավտները տեսնում են միմյանց իրենց տեսախցիկներով։ Ոչ ոք չի շարժվում։ Պատկերացրեք այդ պահը։ 2 երկրներ, որոնք երկրի վրա են միջուկային ատոմային զենքով, արդեն վեճում են տնտեսության, տեխնոլոգիայի, քաղաքականության ոլորտներում։ Հիմա կանգնած են դիմաց լուսնի մակերևույթի վրա։ Եվ հարցը՝ ով է զիջելու։ Հիմա հասկացեք, թե ինչու սա ավելի է, քան պարզապես 2 մեքենայի կոնֆլիկտ։ Եթե Միլլերը եւ Չենը զիջում են եւ վերադառնում են բազա, AMN-ը ճանաչում է չինական անվտանգության գոտու օրինականությունը։ Եվ եթե դա տեղի է ունենում, Չինաստանը կարող է ընդլայնել այդ գոտին, աստիճանաբար ծածկելով ավելի շատ տարածք։ Մինչև ամերիկյան բազան կլինի շրջափակված, բայց եթե նրանք չեն զիջում եւ փորձում են շարունակել, կարող է տեղի ունենալ ֆիզիկական բախում։ Եվ եթե դա տեղի է ունենում, ով է կրակելու առաջին կրակոցը։ Ըստ էության, առաջին լուսնային պատերազմի սկիզբը։ 2 վայրկյանում Միլլերը պետք է որոշում անի։ Նա նայում է Չենին։ Մարինի սպան ազդանշանում է։ Մենք ոչ զինվորականներ ենք, մենք չենք կարող օգտագործել ուժ։ Բայց Միլլերը գիտե, որոշելու իրավունքը երկրի վրա է, ոչ նրա։ Եվ երկիրը հեռու է 2 վայրկյան երթուղի հաղորդագրության համար։ Մարտի 19, ժամը 14, Հյուսթոնի ժամանակով։ ՆԱՍԱ-ի գործողությունների կենտրոնում նստած է 17 մարդ։ Նրանք հետևում են ուղիղ տելեմետրիային լուսնից, 2 ռովերը 50 մետր հեռավորությամբ, եւ տագնապը տարածքում գրեթե ֆիզիկական է։ ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը կանգնած է հեռախոսով ձեռքին, գիծը բաց է սպիտակ տանը։ Նախագահի ազգային անվտանգության խորհրդականը հարցնում է. Եթե մենք հրահանգենք նրանց շարունակել եւ տեղի ունենա բախում, ուրեմն ինչ։ Նելսոնը չգիտե պատասխանը։ Ոչ ոք չգիտե։ Բայց հետո, մարտի 19-ը, տեղի է ունենում ինչ-որ բան անսպասելի։ 3-րդ ռովերը մտնում է տեսադաշտ, ճապոնական Hakuto R3 մոդելը։ Նա մոտենում է դեպի կենտրոնը, ամերիկյան եւ չինական ռովերների միջև։ Եվ հանկարծակի հրապարակային հաղորդակցային ալիքում հնչում է հաղորդագրություն, անգլերեն, չինարեն եւ ճապոներեն։ Ճապոնական JAXA-ն առաջարկում է միջնորդություն։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին մնալ իրենց ներկա դիրքերում եւ թույլ տալ միջազգային քննարկում։ Տիեզերքը պատկանում է բոլորին։ Հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ոչ ուժով։ Պարզ հաղորդագրություն, բայց հզոր։ Չինական թիմը դադարում է, ամերիկյան թիմը դադարում է, եւ երկու կողմերն էլ գիտակցում են, եթե նրանք շարունակեն էսկալացիան, նրանք կմեկուսացվեն միջազգային հանրությունից։
Ճապոնիան, Եվրոպան, Հնդկաստանը, Կանադան բոլորը դիտում են, եւ բոլորը պատրաստ են դատապարտելու ցանկացած կողմի, որը առաջին կօգտագործի ուժ։ Մարտի 19-15 րոպե հետո երկու ռովերները սկսում են հետ շարժվել։ Համաժամանակ, դանդաղ, մեկաներ, հեկական մետր, հետո 2, հետո 5։ Կրիզիսը վերացել է այս անգամ։ Բայց մարտի 21-ին Ժնևում հավաքվում է արտակարգ նիստ։ Միջազգային տիեզերական ֆեդերացիան, միավորված ազգերի կազմակերպությունը, ներկայացուցիչներ 30 երկրից։ Թեման՝ լուսնային կանոնների արտակարգ կարգավորում։ Եվ այստեղ դուք տեսնում եք, թե ինչպես համաշխարհային համայնքը ճգնում է գտնել պատասխանները հարցերի, որոնք երբեք չեն եղել տրված։ Առաջին հարցը. կարող է երկիրը հայտարարել անվտանգության գոտի։ Եթե այո, որքան մեծ։ 100 մետր, 1 կիլոմետր, 10 կիլոմետր։ Բրազիլիայի ներկայացուցիչը հարցնում է. Եթե ԱՄՆ կարող է հայտարարել 10 կիլոմետր շառավիղով գոտի Շեքլթոն կրատերի շուրջը, եւ Չինաստանը նույնպես, եւ Ճապոնիան, եւ Հնդկաստանը, ապա ոչինչ չի մնա ուրիշների համար։ Լուսինը դառնում է բարի ճամփորդի գանգի մեջ ընկած մասնիկներ, գրավված մի քանի խաղացողների կողմից։ Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչը առաջարկում է համաչափ սահմանում։ Անվտանգության գոտին կարող է լինել միայն այնքան մեծ, որքան անհրաժեշտ է բազայի անմիջական գործողության համար։ Ասենք 200 մետր։ Բայց ով է որոշում, թե ինչ է անհրաժեշտ։ Եթե բազան ունի հանքահորդող ռովերներ, որոնք շարժվում են 10 կիլոմետրի շրջանակներում, արդյոք ողջ այդ տարածքը անհրաժեշտ է։ Երկրորդ հարցը. ինչ է լինում, երբ մեկը խախտում է մյուսի սարքավորումները։ Ով է վճարում հատուցումը։ Ով է որոշում պատևորոշում պատասխանատվությունը։ Ավստրալիայի ներկայացուցիչը առաջարկում է տիեզերական դատարան, անկախ մարմին, որը կլսի գանգատները եւ կտա վճիրներ։ Բայց ով կկատարի այդ վճիրները։ Եթե Չինաստանը դատապարտվի վճարելու 35 միլիոն դոլար եւ մերժի, ով կկարողանա հարկադրել նրան։ ԱՄՆ առաջարկում է փոխադարձ ապահովագրություն։ Յուրաքանչյուր երկիր, որը գործում է լուսնի վրա, պետք է ներդրի դրամ ընդհանուր ֆոնդում։ Եթե վնասներ են առաջանում, ֆոնդը հատուցում է։ Բայց ով կկառավարի ֆոնդը։ Եվ ինչու պետք է փոքր երկիրները վճարեն նույն չափով, որքան մեծ ուժերը, եթե նրանց գործունեությունը տասնապատիկ փոքր է։ Երրորդ հարցը. ով է որոշում, թե ով կարող է շահագործել ռեսուրսները եւ որքան։ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը առաջարկում է քվոտաների համակարգ։ Յուրաքանչյուր երկիր ստանում է սահմանափակ քվոտա, ասենք 50 տոննա սառույց տարեկան։ Եթե ուզում ես ավելին, պետք է ձեռք բերես լիցենզիա միջազգային մարմնից, բայց Չինաստանը մերժում է։ Ով է որոշում քվոտաները։ Եթե ԱՄՆ արդեն 10 տարի է այնտեղ եւ փորել է 500 տոննա, եւ մենք հենց հիմա ենք սկսում, արդյոք մենք ստանում ենք հավասար քվոտա։ Դա անարդար է նրանց, ովքեր ուշացել են։ Քննարկումները տևում են 3 օր, եւ վերջում ոչ մի համաձայնություն։ Միջազգային տիեզերական ֆեդերացիայի նախագահ, գերմանացի ֆիզիկոս Հելմուտ Շմիդտը խորը հիասթափված է։ Նա հայտարարում է վերջնական նիստում. մենք կարող էինք համաձայնության գալ Անտարկտիկայի մասին, որովհետև ոչ ոք չուզում էր ապրել այնտեղ մշտապես։ Մենք կարող էինք համաձայնության գալ խորասենյակների մասին, որովհետև դրանք շատ խորն են եւ դժվարին շահագործման համար։ Բայց լուսինը այն մոտ է, այն հասանելի է, այն արժեքավոր է։ Եվ հենց դա է պատճառը, թե ինչու մենք չենք կարողանում համաձայնվել։ Բայց ամենաանհանգստացնող չէ կոնֆլիկտը երկրների միջև։ Ամենաանհանգստացնողը այն է, ինչ կարող է հետևել։ Մարտի 28։ Հյուսթոնում ՆԱՍԱ-ն հրապարակում է ներքին զեկույց։ Վերնագիրը Լուսնային ռիսկերի գնահատում 2030, 2040 տարիների համար։ Զեկույցը նախապատրաստված է 17 փորձագետների խմբի կողմից, ներառյալ ռազմական վերլուծաբաններ, դիվանագետներ, գիտնականներ։ Եզրակացություններ։ Եզրակացությունը սարսափելի պարզ է։ Եթե միջազգային համաձայնագիրը չի հաստատվում հաջորդ 3 տարիների ընթացքում, հավանականությունը լուսնային բազաների միջև բաց ռազմական կոնֆլիկտի համար գնահատվում է 18%, մինչև 2040 թվականը։ 18% հավանականություն, որ մարդիկ կհարվածեն մարդկանց լուսնի վրա։ 18%։ Դա կարող է թվալ ցածր, բայց պատկերացրեք, ձեր տան մոտ 18% հավանականություն կրակի համար հաջորդ 10 տարիների ընթացքում։ Դուք կապրեիք այնտեղ առանց անհանգստության։ Եվ եթե կոնֆլիկտը տեղի է ունենում լուսնի վրա, ինչ է դա նշանակում երկրի համար։ Երկու միջուկում միջուկային ուժեր, արդեն բախված տիեզերքում, կարող են պահել կոնֆլիկտը միայն այնտեղ։ Կամ էսկալացիան անխուսափելի է։
Ապրիլի 2-ը Պրինսթոնի համալսարանի ռազմավարության փորձագետ պրոֆեսոր Մայքլ Հորովիցը հրապարակում է վերլուծություն Foreign Affairs ամսագրում։ Վերնագիրը՝ Լուսնային պատերազմը և երկրային էսկալացիան։ Նա հաշվարկում է, որ եթե մեկ երկիրը ոչնչացնում է մյուսի բազան լուսնի վրա, սպանելով աստրոնավտներին, ապա դա համարժեք է ռազմական հարձակմանը երկրի վրա, և պատասխանը կլինի համապատասխան։ Լուսինը այլևս չէ հեռավոր, մեկուսացված վայր, գրում է Հորովիցը։ Այն դարձել է ռազմավարական տարածք, և ռազմավարական տարածքում կոնֆլիկտները չեն մնում տեղային։ Այսպիսով, մարդկությունը հասել է մի կետի, որտեղ պետք է տալ անհանգիստ հարցերը։ Ինչու մենք անում ենք սա։ Ինչու մենք տեսակ, որը զարգացել է մեկ մոլորակի վրա, որտեղ կիսվել ենք ռեսուրսները միլիոնավոր տարիների ընթացքում հաճախ պատերազմների մի միջոցով, հիմա վերցնում ենք այդ նույն կոնֆլիկտները տիեզերք։ Լուսինը մեզ տալիս էր հնարավորություն սկսել նորից, տեղ, որտեղ չկա պատմություն, չկա սահմաններ, չկա հին վրեժառություններ։ Մենք կարող ենք ստեղծել նոր համակարգ, հիմնված համագործակցության վրա, ոչ մրցակցության։ Բայց փոխարենը մենք տեղափոխեցինք երկրի քաղաքականությունը։ Մենք տեղափոխեցինք մեր կասկածները, մեր մենաշնորհային ցանկությունները, մեր անկարողությունը վստահել միմյանց։ Եվ հիմա մենք կանգնած ենք շեմին, առաջին լուսնային պատերազմի։ Ապրիլի 15-ը Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա պրոֆեսոր Թոբի Որթը հրապարակում է դիտողություն Nature ամսագրում։ Տիեզերքի նվաճումը մեր տեսակի համար թեստ է, գրում է նա։ Եթե մենք չենք կարող համագործակցել լուսնի վրա, անվտանգ, մոտ, պարզապես մոլորակում, ինչպես մենք կհամագործակցենք Մարսի վրա, կամ աստերոիդների գոտում, կամ այլ աստղային համակարգերում։ Որթը հարցնում է հարց, որը փորձել են հարցնել նույնիսկ գիտնականներից շատերը, բայց ոչ ոք չի ուզում խոսել բարձր ձայնով։ Արդյոք մարդկությունը պատրաստ է տիեզերք։ Ոչ տեխնոլոգիապես։ Տեխնոլոգիապես մենք ավելի քան պատրաստ ենք։ Մենք ունենք ռոկետներ, բազաներ, ռովերներ, վառելիքի արտադրություն։ Բոլոր գործիքներն այնտեղ են։ Բայց բարոյապես, քաղաքականապես, հասարակական կառուցվածքով։ Օգոստոսի 10-ը Ստենֆորդի համալսարանի գլոբալ քաղաքականության կենտրոնը կազմակերպում է համաժողով «Տիեզերական ընդլայնման էթիկան»։ Ելույթ են ունենում գիտնականներ, փիլիսոփաներ, դիվանագետներ, նույնիսկ գիտական ֆանտաստիկայի հեղինակներ։ Կանադական փիլիսոփա դոկտոր Մարգարետ Աթվուդը տալիս է ելույթ, որը դառնում է սենսացիա։ Մենք նայում ենք աստղերին և տեսնում ենք անսահման հնարավորություններ, ասում է նա։ Բայց եթե մենք տանում ենք մեր հակամարտությունները ամենուր, որտեղ գնում ենք, տիեզերքը կդառնա ոչ թե ազատության տարածք, այլ պատերազմի դաշտ։ Եվ ինչու համար։ Ջրի համար, մետաղների համար, տարածքի համար։ Նույն պատճառները, որոնց համար մենք կռվել ենք երկրի վրա հազարավոր տարիներ։ Նա շարունակում է. Գուցե իրական հարցը ոչ թե այն է, թե արդյոք մենք կարող ենք գնալ տիեզերք։ Իրական հարցը, արդյոք մենք պետք է գնալ, մինչև չափ համագործակցել։ Դա անհարմար հարց է, որովհետև ոչ ոք չուզում է ասել ոչ տիեզերական ընդլայնմանը։ Տիեզերական ընդլայնումը դարձել է մարդկության երազանքը վերջին 100 տարիների ընթացքում։ Սա խորհրդանիշ է մեր առաջընթացի, մեր հզորության, մեր ապագայի։ Բայց եթե այդ ապագան նշանակում է պատերազմներ լուսնի վրա, հետո Մարսի վրա, հետո աստերոիդների մեջ, արդյոք դա ապագա է, որը մենք ուզում ենք։ Սեպտեմբերի 25-ը Հյուսթոնում կայացած ՆԱՍԱ-ի հրապարակային ելույթում աստրոնավտ Ռիչարդ Հենսոնը, նա ով ապրեց մարտի ճգնաժամը լուսնի վրա, տալիս է անձնական խոստովանություն։ Երբ ես կանգնած էի այնտեղ, Շեքլթոն կրատերի եզրի վրա, նայելով չինական բազան 3 կիլոմետր հեռավորությամբ, ես մտածեցի մի բանի մասին, ասում է նա։ Այդ բազայում կային մարդիկ, գիտնականներ, ինժեներներ, երազող։ Նրանք այնտեղ էին նույն պատճառով, ինչ ես, որովհետև նրանք հավատում են տիեզերական ընդլայնմանը, որովհետև նրանք ուզում են բացահայտել, սովորել, ստեղծել։ Եվ այդ պահին ես հասկացա, իրական հակառակորդը ոչ թե նրանք են, իրական հակառակորդը մեր անկարողությունն է տեսնելը, թե որքան նմանատիպ ենք մենք։ Մենք բոլորս մարդիկ ենք։ Մենք բոլորս ունենք նույն երազանքները։ Եվ եթե մենք չենք կարող համագործակցել այնտեղ, 30 մետր երկրամասից դուրս, ուր այլ տեղում մենք համագործակցելու ենք։ Հենսոնի խոսքերը տարածում են տիեզերական համայնքում, բայց հարցը մնում է, արդյոք խոսքերը բավական են։ Եվ ուր կլինենք մենք այսօր, 2026 թվականի սեպտեմբեր։ Լուսնի հարավային բևեռում 5 բազա, 18 ռովեր, 60 մարդ և շարունակվող անորոշություն։ Մարտի ճգնաժամը վերացավ այդ անգամ, բայց ոչ ոք չի երաշխավորում, որ հաջորդ անգամ կլինի նույնը։ Ժնևյան բանակցությունները շարունակվում են, դանդաղ, ցավոտ,
Յուրաքանչյուր նախադասություն նոր պայմանագրում քննարկվում է շաբաթներ։ Յուրաքանչյուր բառ կարող է նշանակել տարբերություն համագործակցության եւ կոնֆլիկտի միջև։ Իսկ լուսնի վրա մարդիկ շարունակում են աշխատել։ Նրանք փորում են սառույց, նրանք կառուցում են բազաներ, նրանք երազում են ապագայի մասին։ Բայց գիշերները, երբ նրանք նայում են դեպի երկիր, կախված լուսնի երկնքում, նրանք մտածում են նույն հարցի մասին. արդյոք մենք կրկնելու ենք երկրի սխալները այստեղ։ Արդյոք տիեզերքը կդառնա մեր փրկությունը, թե պարզապես մեր ընդլայնված դաշտը նույն հին պատերազմների համար։ Եվ ամենասարսափելի մասը՝ ոչ ոք չգիտե պատասխանը։ Որովհետև պատասխանը կախված չէ տեխնոլոգիայից, չէ կախված գիտությունից, կախված է ոչինչից, բայց մարդկային ընտրությունից։ Ընտրությունից, որը մենք անելու ենք հաջորդ 10 տարիներին։ Ընտրությունից համագործակցել կամ մրցել, կիսվել կամ կուտակել, տեսնել միմյանց որպես գործընկերներ կամ թշնամիներ։ Եվ հենց այդ ընտրությունը կորոշի, արդյոք մարդկությունը իրոք պատրաստ է տիեզերք, թե մենք պարզապես տանում ենք մեր ամենավատ հատկանիշներն ամենուր, որտեղ գնում ենք։ Բայց հիմա կանգ առեք, հեռացեք քաղաքականությունից, թվերից, ռիսկերից եւ մտածեք մի պահ այն մասին, թե ինչ իրականում տեղի է ունենում։ 3 միլիարդ 710 միլիոն տարի առաջ, երբ կյանքը նոր սկսվում էր երկրի վրա, լուսնի հարավային բևեռում արդեն կար սառույց։ 3 միլիարդ տարի։ Այդ ամբողջ ժամանակահատվածում մինչդեռ երկրի վրա միաբջիջները դառնում էին բազմաբջիջներ, բազմաբջիջները ձկներ, ձկները սողուններ, սողունները կաթնասուններ, կաթնասունները պրիմատներ, պրիմատները մարդիկ։ Այդ սառույցը պարզապես հանգստանում էր խավարում, սպասելով։ Երբ դինոզավրները թափառում էին երկրի վրա, սառույցը այնտեղ էր։ Երբ առաջին մարդիկ բացահայտեցին կրակը, սառույցը այնտեղ էր։ Երբ մենք կառուցեցինք քաղաքներ, ստեղծեցինք գրելը, ճանաչեցինք մաթեմատիկան, հասկացանք ֆիզիկան, սառույցը այնտեղ էր, անշարժ, անվերջ, անտեսանելի։ Եվ այժմ, 2026 թվականին, 3 միլիարդ տարի հետո մենք վերջապես հասանք այնտեղ։ Եվ մեր առաջին մտքը եղավ, արդյոք դա պատկանում է մեզ, թե նրանց։ Դա ոչ թե սովորական հարց է։ Դա հարց է, որը բացահայտում է ինչ-որ խորը մեր մասին, որպես տեսակի։ Մենք չկարողացանք տեսնել 3 միլիարդ տարեկան սառույցը առանց անմիջապես մտածելու սեփականության մասին։ Մենք չկարողացանք գնահատել այդ տիեզերական կառուցվածքը առանց անմիջապես հարցնելու ինչպես բաժանել այն։ Գուցե դա պարզապես մարդկային բնույթն է, գուցե յուրաքանչյուր ինտելեկտուալ տեսակ, որը զարգանում է պայքարի միջով սահմանափակ ռեսուրսների համար, սովորում է նախ պաշտպանել, հետո կիսվել։ Եվ գուցե դա ինչ-որ կերպ անխուսափելի է։ Բայց կա մեկ այլ մտածելակերպ։ 2024 թվականի նոյեմբերին Քեմբրիջի համալսարանի աստրոֆիզիկոս դոկտոր Մարտին Ռիսը թագուհու աստղագետ տվեց դասախոսություն «Կոսմիկական հեռանկարը»։ Նա խոսեց մի գաղափարի մասին, որը կոչվում է «կոսմիկական ժամանակի շքեղացում»։ Մենք մտածում ենք մեր քաղաքակրթության մասին որպես հին, ասաց Ռիսը, 5000 տարի գրելով, 10,000 տարի գյուղատնտեսությամբ, 200,000 տարի հոմո սապիենս որպես տեսակ։ Բայց տիեզերքի համար դա ոչինչ է, համարյա 0։ Նա շարունակեց. Արեգակը կապրի հետևյալ 5 միլիարդ տարիները։ Տիեզերքը կշարունակի գոյություն ունենալ 10 հզորությամբ 13 կամ նույնիսկ 10 հզորությամբ 100 տարի, կախված մոդելից։ Եթե մարդկությունը կամ մեր ժառանգ տեսակները, եթե մենք ունենանք ապագա, այն կարող է տևել միլիոնավոր, միլիարդավոր տարիներ։ Եվ եթե դա տեղի է ունենում, ապա մեր ներկա վիճակը 2026 թվականը իրոք մանկությունն է։ Երեխայության առաջին վայրկյանները, պահը, երբ մենք սովորում ենք քայլել։ Եվ իհարկե մենք կսայթաքենք, իհարկե մենք կանենք սխալներ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք փորձել քայլել։ Ռիսի խոսքերը տարածում են կոսմիկական հեռանկար, բայց նրանք նաև ծանր են, որովհետև եթե մենք իրոք մանկության մեջ ենք, դա նշանակում է, որ մեր ընտրությունները հիմա կորոշեն ամեն ինչ, ինչ հետո գալիս է։ Հետևյալ 1000 տարիների ընթացքում, հետևյալ միլիոն տարիների ընթացքում, հետևյալ միլիարդ տարիների ընթացքում։ Արդյոք մենք կլինենք տեսակը, որը սովորեց համագործակցել, թե տեսակը, որը տարավ իր կոնֆլիկտները բոլոր աստղերին։ Եվ ստեղ է, որտեղ մենք պետք է խոստովանենք ինչ-որ բան։ Ինչ-որ բան, որը գիտնականները սիրում են անտեսել, բայց որը կենտրոնական է։ Մենք չգիտենք, թե ինչ ենք անում, ոչ թե տեխնիկական իմաստով։ Տեխնիկապես մենք իմանում ենք շատ բան։ Մենք գիտենք, թե ինչպես կառուցել բազա լուսնի վրա։ Մենք գիտենք, թե ինչպես փորել սառույց։ Մենք գիտենք, թե ինչպես վերածել այն վառելիքի։ Բոլոր հավասարումները, բոլոր նախագծերը, բոլոր ծրագրերը կան։ Բայց մենք չգիտենք, թե արդյոք պետք է անենք այդ։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի, երբ մարդկությունը դառնում է բազմամոլորակային տեսակ։
Մենք չգիտենք, թե արդյոք դա կլուծի մեր խնդիրները, թե պարզապես կբազմապատկի դրանք։ Մենք չգիտենք, թե արդյոք տիեզերական ընդլայնումը կմեզանի ավելի համագործակցող, թե ավելի մրցակցող։ 2025 թվականի հոկտեմբերին Բարսելոնում կայացավ համաժողով տիեզերական քաղաքակրթությունների ապագան։ Աստրոբիոլոգ դոկտոր Սարա Սիգերը MIT-ից ներկայացրեց մի գաղափար, որը դարձավ վիրուսային։ Մենք փնտրում ենք այլ մոլորակային կյանք, ասաց նա։ Մենք փնտրում ենք ազդանշաններ այլ քաղաքակրթություններից։ Բայց երբ մենք պատկերացնում ենք այդ քաղաքակրթությունները, մակրթությունները, մենք միշտ ենթադրում ենք, որ նրանք արդեն լուծել են խնդիրը, որը մենք դեռ լուծում ենք։ Խնդիրը թե ինչպես ոչ ոչնչացնել միմյանց։ Բայց ինչ է, եթե դա ամենադժվար խնդիրն է։ Ավելի դժվար, քան տիեզերական սարքերը, ավելի դժվար, քան վառելիքի ստեղծումը, ավելի դժվար, քան անգամ այլ աստղերի հասնելը։ Ինչ է, եթե պատճառը, թե ինչու մենք չենք լսում այլ մոլորակային ազդանշաններ, այն է, որ շատ քաղաքակրթություններ ոչնչացնում են միմյանց, հենց այն պահին, երբ նրանք դառնում են բազմամոլորակային։ Ինչ է, եթե լուսինը մեր մեծ ֆիլտրը։ Թեստը, որը կորոշի, արդյոք մենք ունենք ապագա, թե ոչ։ Դա խավարագույն հիպոթեզն է։ Գաղափարը, որ լուսինը մեր մոտակա հարևանը, մեր առաջին քայլը դուրս մեր աշխարհից, կարող է լինել հենց պատճառը, թե ինչու մենք երբեք չհասնենք աստղերին։ Որովհետև եթե մենք չենք կարող համագործակցել այնտեղ, մենք երբեք չենք համագործակցի ուրիշ տեղ։ Բայց կա նաև լուսավոր հեռանկարը։ Նույն համաժողովում չինացի տիեզերական ինժեներ պրոֆեսոր Լյու Ցին ներկայացրեց հակադիր տեսակետը։ Լուսինը կարող է լինել մեր փրկությունը, ասաց նա։ Երկրի վրա մենք կռվում ենք, որովհետև ռեսուրսները սահմանափակ են։ 10 միլիարդ մարդ մեկ մոլորակում։ Յուրաքանչյուր տարածք, յուրաքանչյուր հուրհանքավայր, յուրաքանչյուր ջրամատակարարում սահմանափակ է։ Բայց տիեզերքը գրեթե անսահմանափակ է։ Մարդկային ժամանակաչափով իսկապես անսահմանափակ։ Լուսինը կարող է սովորեցնել մեզ, որ չկա պահանջ կռվել սահմանափակ ռեսուրսների համար, երբ մենք կարող ենք գտնել նոր ռեսուրսներ այլ տեղերում։ Եթե ամերիկացիները եւ մենք, չինացիները, կարող ենք տեսնել, որ սառույցը Շեքլթոն կրատերում բավական է երկուսի համարել, դա կարող է փոխել ամեն ինչ։ Երկու հիպոթեզներ։ Լուսինը որպես մեր կործանարար թեստ, կամ լուսինը որպես մեր փրկությունը։ Եվ իրականությունը ոչ ոք չգիտե, թե որը ճիշտ է, որովհետև մենք դեռ չենք անցել այդ թեստը, մենք դեռ գրումրում ենք պատասխանը։ Սեպտեմբերի 25-ին, երբ աստրոնավտ Ռիչարդ Հենսոնը խոսեց իր փորձի մասին մարտի ճգնաժամում, նա ավելացրեց մի բան, որը շատ լրատվամիջոցներ չինտեգրեցին։ Երբ ես կանգնած էի երես դեմ երես չինական թիմի հետ, երբ մեր ռովերները 50 մետր հեռավորությամբ էին, ես զգացի ինչ-որ տարօրինակ, ասաց նա։ Վախ չէր, բարկություն չէր, դա էր ծիծաղելի զգացում։ Մենք կանգնած էինք այնտեղ, լուսնի վրա, 30 մետր երկրամասից դուրս, 6 օր ճանապարհ, 24000 կիլոմետր տիեզերական դատարկություն մեր ետևում, եւ մենք վիճում էինք, թե ով պետք է փորի փոշին։ Իսկապես, դա է ինչի համար մենք արեցինք ամեն այդ ճանապարհը։ Եվ այդ պահին ես հասկացա, եթե մենք չենք փոխում ինչ-որ բան հիմնարար, ողջ այս ստեղծագործական ձեռնարկը, տիեզեր գնալը, պարզապես դառնում է ավելի մեծ տարածք նույն փոքր կոնֆլիկտների համար։ Հենսոնի զգացումը ճանաչում են շատ աստրոնավտներ ու կոսմոնավտներ։ Երբ նրանք նայում են երկիր տիեզերքից, երբ նրանք տեսնում են մեր մոլորակը որպես փոքրիկ կապույտ կետ, որը լողում է սև դատարկության մեջ, նրանց սովորական վերաբերմունքն է վերագնահատումը։ Այդ վերաբերմունքը կոչվում է ընդհանուր պատկերի էֆեկտ։ Աստրոնավտները նկարագրում են այն որպես խորը վերափոխիչ փորձառություն։ Տեսնել, թե որքան փոքր, որքան խոցելի, որքան կապված է մեր մոլորակը։ Բայց այդ վերափոխումը կարճատև է։ Երբ աստրոնավտները վերադառնում են երկիր, երբ նրանք կրկին ընկղմվում են առօրյա կյանքում, այդ հեռանկարը աստիճանաբար մարում է։ Եվ հին կոնֆլիկտները վերադառնում են։ Ուստի հարցը չէ տեսնելը, հարցն է ինչպես պահպանել այդ տեսողությունը։ 2025 թվականի դեկտեմբերին Տոկիոյում ճապոնական JAXA-ի տնօրեն դոկտոր Հիրոշի Յամակավան հայտարարեց նոր նախաձեռնության մասին։ Նրանք կկազմակերպեն լուսնային հանդիպումներ, շաբաթական վիրտուալ կոնֆերանսներ, որտեղ բոլոր 5 բազաների աստրոնավտներն ու տայկոնավտներն էլ կհավաքվեն, կխոսեն, կկիսվեն փորձով։ Մենք չենք կարող պատվիել կառավարություններին համագործակցել, ասաց Յամակավան, բայց մենք կարող ենք ստեղծել պայմաններ, որտեղ մարդիկ, ովքեր իրականում կանգնած են լուսնի վրա, կտեսնեն միմյանց որպես պարզապես մարդիկ, ոչ ազգային խաղացողներ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 5-ին։
11 աստրոնավտ եւ տայկոնավտ ամերիկացիներ, չինացիներ, ճապոնացիներ, եվրոպացիներ, հեր, հնդիկներ։ Ոչ մի քաղաքականություն, ոչ մեկ ազգային ընկերություն։ Պարզապես մարդիկ, որոնք ապրում են նույն անհավանական փորձառությունը։ Նրանք խոսեցին լուսնային փոշու մասին, որն ամենուրեք է, սոլար պանելների մասին, որոնք շարունակաբար պահանջում են մաքրել, ջերմաստիճանի ծայրահեղությունների մասին, այն տարօրինակ զգացումի մասին, երբ քայլում ես 6-րդ ծանրության մեջ, եւ դրանք ծիծաղեցին միասին։ Երկրորդ հանդիպումը հունվարի 12-ին գնաց ավելի խոր։ Նրանք խոսեցին իրենց երազանքների մասին, թե ինչու նրանք որոշեցին դառնալ աստրոնավտներ։ Եվ պարզվեց, բոլորի պատասխանները նույնն էին։ Նույնը ամերիկացու համար, չինացու համար, հնդկու համար։ Նրանք բոլորը երեխաներ էին նայել դեպի աստղերը։ Բոլորը կարդացել էին այն նույն գրքերը՝ Կարլ Սագանը, Արթուր Քլարքը, Իսաակ Ազիմովը։ Բոլորը երազել էին տիեզերքի մասին որպես տեղ, որտեղ մարդկությունը կարող է դառնալ ինչ-որ ավելին, ինչ-որ ավելին։ Եվ այժմ նրանք այնտեղ էին։ Եվ իր իրականությունը ավելի բարդ էր, քան երազանքները։ Բայց գուցե դա լավ բան է։ Գուցե իրականությունը պետք է լինի բարդ, որովհետև եթե դա հեշտ լիներ, մենք արդեն անում էինք այն։ Մարտի մեջ, երբ տեղի ունեցավ ճգնաժամը, այդ 11 մարդիկ հանկարծակի հայտնվեցին էպիկենտրոնում։ Նրանք չէին ընտրել քաղաքականությունը, բայց քաղաքականությունը ընտրեց նրանց։ Եվ նրանք միասին, առանց պաշտոնական համակարգման, արեցին ինչ-որ տարօրինակ։ Նրանք սկսեցին խոսել միմյանց հետ ուղիղ, առանց անցնելու իրենց կառավարությունների միջոցով, պարզապես մարդիկ, փորձելով գտնել լուծում։ Եվ թեև նրանց շփումները չլուծեցին ճգնաժամը ինքնին, նրանք ստեղծեցին ատմոսֆեր, որտեղ դիվանագետները գիտեին, յուրաքանչյուր էսկալացիա նշանակում էր վտանգ իրական մարդկանց համար, ում նրանք ճանաչում էին։ Փոքր բան, բայց կարևոր։ Հիմա ապրիլի 19, 2026 թվականին։ Լուսինը շարունակում է պտտվել երկրի շուրջը։ Ամեն 27 օրը եւ 7 ժամը մեկ ամբողջ պտույտ, ինչպես միշտ։ Ինչպես միլիարդավոր տարիներ։ Շեքլթոն կրատերը շարունակում է պահել իր գաղտնիքները։ Սառույցը խավարի մեջ սպասում է։ 5 բազաները շարունակում են գործել։ Աստրոնավտները շարունակում են փորել սառույց։ Ինժեներները շարունակում են լուծել տեխնիկական խնդիրները։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել տվյալները։ Եվ Ժնևում դիվանագետները շարունակում են բանակցել։ Դանդաղ, ցավոտ, բայց շարունակում են, որովհետև այլ տարբերակ չկա։ Բայց հիմա մտածեք մի բանի մասին, որը մենք դեռ չենք քննարկել։ Մտածեք սառույցի մասին ինքնին։ Այդ ջրի մոլեկուլները, որոնք հիմա պառկած են Շեքլթոն կրատերի հատակում, 3 միլիարդ տարեկան կամ ավելի, դրանք եկել են տիեզերական տարածությունից, գիրքերից, աստերոիդներից, հավանաբար նույնիսկ այլ աստղերի շրջանակներից, տեղափոխվելով միջաստղային տարածությամբ։ Այն ջուրը, որը մենք այժմ պլանավորում ենք վերածել ռոկետային վառելիքի, կարող է լինել ավելի հին, քան Երկիրը, կարող է եղել ակնատես մեր արեգակնային համակարգի ծննդին, կարող է եղել մասը պրոցեսներից, որոնք ստեղծեցին ամեն ինչ, ինչ մենք ճանաչում ենք, եւ մենք վերցնելու ենք այն եւ այրելու ռոկետներում։ Դա ոչ վատ բան է, դա պարզապես իրականություն է։ Տիեզերքը լի է նյութով, որը վերաօգտագործվում է։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում արտադրվել է աստղի ներսում։ Յուրաքանչյուր թթվածնի մոլեկուլ, որը դուք շնչում եք, արտադրվել է միլիարդավոր տարիներ առաջ ցիանոբակտերիայի կողմից։ Վերաօգտագործումը տիեզերքի հիմնական սկզբունքն է։ Բայց կա մի տարբերություն։ Եթե մենք սկսում ենք օգտագործել լուսնային ռեսուրսները մտածված, պլանավորված կայուն ձևով, դա մեկ բան է։ Բայց եթե մենք պարզապես գնում ենք, վերցնում ինչ կարող ենք, մինչև սպառվում է, առանց մտածելու երկարաժամկետ հետևանքների մասին, դա մեկ այլ բան է։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ մենք որպես տեսակ ավելի լավ ենք երկրորդով։ Երբ եվրոպացիները ժամանեցին Ամերիկա, նրանք տեսան անսահմանափակ ռեսուրսներ։ Անտառներ, որոնք ձգվում էին հորիզոնից հորիզոն։ Բուֆալոյի հոտեր, որոնք թվագրվում էին միլիոնավորներով։ Գետե լիձկներով։ Եվ 300 տարում մենք գրեթե ամեն ինչ սպառեցինք։ Երբ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց, մենք մտածեցինք, որ մթնոլորտը անսահմանափակ թափոնների վայրն է։ Մենք կարող էինք այրել ածուխ, նավթ, գազ, անվերջ, եւ երկինքը կլինեին միշտ մաքուր։ 200 տարի հետո մենք գիտենք, մթնոլորտը չէ անսահմանափակ։ Եվ հիմա մենք գնում ենք լուսին։ Եվ մենք տեսնում ենք միլիարդավոր տոննա սառույց, եւ մենք մտածում ենք անսահմանափակ։ Բայց արդյոք այն անսահմանափակ է։ Եթե 15 բազա սկսեն փորել հազարավոր տոննա տարեկան, յուրաքանչյուրը որքան կտևի։ 100,000 տարի, միլիոն տարի։
Դա երկար է մարդկային չափով, բայց ոչ երկար տիեզերական չափով։ Եվ ավելի կարևորը, ինչ է, եթե այդ սառույցը ունի այլ արժեք, որը մենք դեռ չհասկանում ենք։ 2024 թվականի ապրիլին պլանետային գիտնական դոկտոր Էմիլի Լագդավալան (MIT)-ից հրապարակեց հոդված Science ամսագրում։ Նա պնդում էր, որ լուսնի բևեռների մշտական ստվերի կրատերները փալեոկլիմատի արխիվներ են։ Այդ սառույցը ժամանակի մեքենա է, գրում էր Լագդավալան։ Յուրաքանչյուր շերտը նստեցված է տարբեր ժամանակներում, միլիարդավոր տարիների ընթացքում, եւ յուրաքանչյուր շերտը պահպանում է ինֆորմացիա մեր արեգակնային համակարգի պատմության մասին։ Գիրքերի կազմը, որոնք հարվածել են, արեգակնային քամու ինտենսիվությունը տարբեր ժամանակներում, նույնիսկ հավանաբար օրգանական մոլեկուլները, որոնք կարող են պատմել մեզ կյանքի ծագման մասին Երկրի վրա։ Եթե մենք պարզապես վերցնում ենք այդ սառույցը եւ այրում ռոկետներում, մենում մենք ոչնչացնում ենք գիտական հաշվետվությունը, որը երբեք չկա այլտեղ արեգակնային համակարգում։ Դա կլիներ համարժեք այրելու Ալեքսանդրիայի գրադարանը վառելանյութի համար։ Լագդավալայի հոդվածը ստեղծեց դեբատներ։ Մի կողմում գիտնականները, ովքեր համաձայն էին, պետք է ստեղծել պաշտպանված գոտիներ, որտեղ սառույցը չի կարող դիպչվել, միայն ուսումնասիրվել։ Մյուս կողմում ճարտարագետները եւ քաղաքականները, ովքեր պնդում էին, մենք չենք կարող զոհել տիեզերական ընդլայնումը գիտական գիտելիքի համար։ Բայց իսկական հարցը ավելի խորն է։ Հարցը ով որոշում է։ Ով որոշում է, թե արդյոք Շեքլթոն կրատերի սառույցը պետք է պահպանվի գիտության համար, թե օգտագործվի վառելիքի համար։ Ով որոշում է, թե արդյոք մեկ սերունդը ունի իրավունք սպառել ռեսուրսը, որը կարող էր ծառայել հազար սերունդներին։ Կարող ենք ասել գիտական համայնքը, բայց գիտական համայնքը բաժանված է։ Կարող ենք ասել միջազգային կառույց, բայց դա դեռ չի գոյություն ունենում։ Կարող ենք ասել շուկան, բայց շուկան կօպտիմիզացնի կարճաժամկետ շահույթը, ոչ երկարաժամկետ արժեքը։ Այսպիսով, մենք վերադառնում ենք նույն անպատասխան հարցին. ով որոշում է։ Եվ գուցե պատասխանը այն է, որ ոչ ոք չի որոշում։ Գուցե պատասխանը այն է, որ յուրաքանչյուրը որոշում է պոկ-պոկ, միջադեպ առ միջադեպ, առանց ընդհանուր պլանի, առանց ընդհանուր տեսլականի, առանց ընդհանուր արժեքների։ Եվ եթե դա տեղի է ունենում, լուսինը դառնում է ոչ թե մարդկության մեծ ձեռնարկը, այլ պարզապես եւս մեկ վայր, որտեղ մենք կրկնում ենք մեր սովորական օրինակները։ Բայց կա այլ տարբերակ։ Մտածեք սրա մասին։ Ամեն միլիարդ տարին մեկ մեր թիկնակի գալակտիկայում մի աստղ պայթում է որպես սուպերնովա։ Այդ պայթյունը արտադրում է ավելի էներգիա, քան միլիարդավոր աստղերի միասին, մի քանի վայրկյանների ընթացքում։ Այն արտանետում է ծանր տարրերը դեպի միջաստղային տարածությունը։ Այն ստեղծում է ցնցումային ալիքներ, որոնք սեղմում են գազը եւ փոշին մինչեւ նոր աստղերի ծնունդը։ Յուրաքանչյուր սուպերնովա ավերածություն է մեկ մամակարգի համար, բայց ստեղծում է 100 նոր համակարգեր։ Տիեզերքն աշխատում է այդ ցիկլերով. ավերածություն եւ ստեղծում, անհետացում եւ վերածնունդ, վերջ եւ սկիզբ։ Եվ գուցե մարդկությունը նույնպես է։ Գուցե լուսնի կոնֆլիկտը, ճգնաժամը, անորոշությունն ու վախը բոլորը մաս են ավելի մեծ պրոցեսի։ Պրոցեսի, որտեղ մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում լինել բազմամոլորակային տեսակ։ Որտեղ մենք սովորում ենք, թե ինչ գնով են գալիս տիեզերական ընդլայնումը։ Որտեղ մենք սովորում ենք, թե որ մասը մեր երկրային բնույթից պետք է պահպանենք եւ որ մասը պետք է թողնենք ետևում։ 2026 թվականին մենք դեռ չունենք այդ պատասխանները, բայց գուցե դա բնականն է։ Գուցե չէ ճիշտ ակնկալել, որ առաջին սերունդը, որը քայլում է այլ աստղի վրա, կլինի կատարյալ։ Գուցե մեր դերը պարզապես պատրաստել հիմքը, սարքել առաջին սխալները, սովորել առաջին դասերը, որպեսզի հաջորդ սերունդը եւ հաջորդը եւ հաջորդը կարողանան կառուցել ավելի լավ համակարգ։ Բայց մենք չենք կարող պարզապես հուսալ դրանից։ Մենք պետք է գործենք։ Հիմա պատկերացրեք, որ դուք աստրոնավտ եք։ Դուք կանգնած եք Շեքլթոն կրատերի եզրի վրա, նայելով դեպի խավարը ներսում։ Դուք գիտեք, որ ներքևում այդ անվերջ ստվերի մեջ կա սառույց։ Միլիարդավոր տարիների սառույց։ Սառույց, որը կարող է վառելիք դառնալ։ Սառույց, որը կարող է ջուր դառնալ։ Սառույց, որը կարող է հիմք դառնալ ամբողջ մարդկային քաղաքակրթության դուրս երկրից։ Բայց դուք նաև գիտեք, որ այդ սառույցը ավելին է, քան պարզապես ռեսուրս։ Այն պատմություն է, այն արխիվ է, այն կապ է դեպի անցյալ, որը մենք դեռ չհասկանում ենք։ Եվ դուք պետք է որոշեք, արդյոք փորել, թե պահպանել։ Իհարկե, դուք չեք կարող որոշել միայնակ։ Դա որոշում պետք է եկավ միլիարդավոր մարդկանցից, երկրներից, սերունդներից, բայց ձեր գործողությունները կազդեն։ Ձեր ընտրությունները կազդեն, որովհետև դուք այնտեղ եք։ Դուք փաստերի դարպասնակալը։ Եվ հիմա ամենակարևոր հարցը. ինչպես դուք կօգտագործեք այդ դարպասնակալությունը։
Արդյոք դուք կանեք այն, ինչ ձեր կառավարությունը հրահանգում է, թե կանեք այն, ինչ գիտությունը առաջարկում է, թե կանեք այն, ինչ ձեր սիրտը ասում է։ Դժվար հարց է, եւ ոչ ոք չի կարող պատասխանել ձեզ համար, բայց գուցե հենց դա է տիեզերական ընդլայնման իրական մարտահրավերը։ Ոչ տեխնոլոգիական, ոչ ռազմավարական, բարոյական։ Բարոյականը պարզ հարց է. արդյոք մենք կարող ենք լինել ավելի լավ դուրսում երկրից, քան մենք ենք այստեղ։ Եվ պատասխանը՝ գուցե։ Բայց միայն եթե մենք ընտրենք լինել։ Հիմա վերադառնանք սկիզբ։ Հիշեք, ինչով սկսեցինք։ Տեղ, որտեղ երբեք չկար լույս, խավար, որը տևել է 2 միլիարդ տարի։ Ջերմաստիճան 170 աստիճան Ցելսիուսից ցածր։ Ամենախավար տեղը արեգակնային համակարգում։ Եվ մենք հարցրինք. ինչու։ Ինչու 5 երկիր ցանկանում են հասնել այնտեղ։ Հիմա դուք գիտեք պատասխանը։ Ոչ միայն սառույցի համար, ոչ միայն վառելիքի համար, ոչ միայն տնտեսության համար, այլ որովհետև այդ խավար տեղը խորհրդանիշ է։ Սիմվոլ է մեր ընտրության մասին։ Մենք կարող ենք տեսնել այդ խավարը որպես անհասանելի, տեղ, որը չի արժե մոտենալ, կամ կարող ենք տեսնել որպես հնարավորություն, տեղ, որտեղ մենք կարող ենք ստեղծել ինչ-որ նոր։ Մենք կարող ենք տեսնել այդ սառույցը որպես պարզապես ռեսուրս, հանել եւ օգտագործել, կամ կարող ենք տեսնել որպես ժառանգություն, պաշտպանել եւ հասկանալ։ Մենք կարող ենք տեսնել լուսինը որպես մրցակցության դաշտ, որտեղ յուրաքանչյուրը պայքարում է սեփական մասի համար։ Կամ կարող ենք տեսնել որպես համագործակցության տարածք, որտեղ մենք սովորում ենք միասին աշխատել։ Ընտրությունը մերն է, ոչ տեխնոլոգիայինը, ոչ տիեզերքինը, մերը։ Եվ ամենակարևորը, այդ ընտրությունը պետք է կատարվի հիմա։ Հաջորդ 10 տարիները կորոշեն հաջորդ 1000 տարիները։ Հաջորդ 1000 տարիները կորոշեն հաջորդ միլիոնը։ Մենք կանգնած ենք պատմության կետում, որտեղ մեր որոշումներն ունեն զանգված։ Ոչ միայն մեզ համար, ոչ միայն մեր երեխաների համար, այլ բոլոր սերունդների համար, որոնք գալու են։ Բայց գուցե դա չպետք է վախեցնի մեզ։ Գուցե դա պետք է ոգևորի մեզ, որովհետև դա նշանակում է, որ մենք կարևոր ենք։ Դա նշանակում է, որ մեր կյանքները, մեր ընտրությունները, մեր գործողությունները բոլորը նշանակություն ունեն։ Եվ իրականում մեզանից յուրաքանչյուրն ունի դեր այս պատմությունում։ Ոչ միայն աստրոնավտները, ոչ միայն գիտնականները, ոչ միայն քաղաքականները։ Յուրաքանչյուր անձ, ով մտածում է այս հարցերի մասին, ով խոսում է այս թեմաների մասին, ով ընտրում է տեսնելը ավելի լայն հեռանկար, կատարում է տարբերություն։ Որովհետև վերջում մշակույթն է, որը որոշում է։ Մեր համատեղ արժեքները, մեր համատեղ տեսլականները, մեր համատեղ երազանքները։ Եվ մշակույթը փոխվում է կարծիքով կարծիքի, խոսակցությունից խոսակցության, ընտրությունից ընտրության։ Այսպիսով, մտածեք երկու պատկերների մասին։ Առաջին պատկերը 2050 թվական։ Լուսնի հարավային բևեռում 10 բազա։ Յուրաքանչյուրը պատկանում է տարբեր երկրի կամ ընկերության։ Յուրաքանչյուրը պաշտպանում է իր տարածքը։ Յուրաքանչյուրը մրցում է ռեսուրսների համար։ Հակամարտությունները կանոնավոր են։ Արգելափակումները, ջեմինգը, նույնիսկ ֆիզիկական բախումները։ Սառույցը արագորեն սպառվում է։ Գիտական հնարավորությունները կորել են։ Եվ երկրի վրա մարդիկ նայում են լուսին եւ տեսնում են միայն եւս մեկ վայր, որտեղ մենք կրկնեցինք մեր սխալները։ Երկրորդ պատկերը, նույն թվականը, նույն 10 բազաները, բայց այս անգամ կա տարբերություն։ Կա միջազգային համակարգ, փաստացի, թեև անկատար։ Կա համաձայնություն, թե ինչպես կիսվել ռեսուրսները։ Կա հարգանք, թե տնտեսական, թե գիտական արժեքի նկատմամբ։ Կան պաշտպանված գոտիներ, որտեղ սառույցը ուսումնասիրվում է, ոչ թե սպառվում։ Եվ ամենակարևորը, կա զգացում, որ մենք այնտեղ ենք միասին։ Ոչ որպես մրցակիցներ, այլ որպես գործընկերներ մեծ ձեռնարկության մեջ։ Եվ երբ երկրի վրա մարդիկ նայում են լուսին, նրանք տեսնում են հույս։ Ապացույց, որ մենք կարող ենք ավելի լավ լինել։ Երկու պատկերներ, երկու ապագաներ, երկուսն էլ հնարավոր են, եւ որը կիրականանա, կախված է մեզանից։ Ոչ մեզանից ինչպես վերացական համայնքը, մեզանից որպես անհատներ։ Յուրաքանչյուր մեկս, ով կարդում է այս խոսքերը, ով մտածում է այս հարցերի մասին, ով կատարում է փոքր ընտրություններ ամեն օր, թե ինչպես վերաբերվել ուրիշներին, թե ինչպես տեսնել աշխարհը, թե ինչպես պատկերացնել ապագան։ Ձեր ընտրությունները նշանակություն ունեն։ Եվ գուցե, վերջում, դա ամենակարևոր դասն է, որը լուսինը կարող է սովորեցնել մեզ։ Ոչ թե այն, թե ինչպես փորել սառույց, ոչ թե այն, թե ինչպես կառուցել բազա, ոչ թե այն, թե ինչպես ստեղծել վառելիք, այլ այն, թե ինչպես ընտրել։ Ինչպես որոշել, թե որ տեսակի մարդիկ ենք մենք ուզում լինել։ Ինչպես ստեղծել ապագան, որտեղ տիեզերքը ոչ թե բաժանում է մեզ, այլ միավորում։
Քանի որ վերջում լուսնի հարավային բևեռը, այդ խավար, սառած, անբնակ տեղը կդառնա այն, ինչ մենք ընտրում ենք դարձնել այն։ Մրցակցության դաշտ կամ համագործակցության տարածք։ Ռեսուրսների պատերազմի տեղ կամ գիտության տաճար։ Մեր վատագույն բնազդների ընդլայնում կամ մեր լավագույն հույսերի իրականացում։ Ընտրությունը մերն է, եւ ժամանակը որոշելու հիմա է, որովհետեւ այդ խավարի մեջ 3 միլիարդ տարի սառույցը սպասեց։ Եվ հիմա, վերջապես, մենք ժամանեցինք։ Եվ հարցը, ոչ թե արդյոք մենք կվերցնենք սառույցը, հարցը, արդյոք մենք կլինենք արժանի այն վերցնելու։